Ողջույն սիրելի ունկնդիրներ, Վանթոք Ալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ հյուրն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։ Բարև ձեզ, պարոն Անտինյան, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, եւ եթե թույլ կտաք մի բան ասեմ, այդքան էլ բարեհունչ չի հնչում podcast բառը, բայց շատ կիրառական է հիմա։ Եթե դեմ չեք, հայկական լավ բառ ունենք, համազրույց, որը որ չի օգտագործվում նույնիսկ իր նպատակային, իսկ հայկական լեզուն հարուստ է, մի քանի նպատակ ունենում է։ Նպատակը որն է, դա եթե հարցազրույց չի, համազոր մարդիկ նստած իրար հետ հավասարապես վարում են, ավելի շատ կարող է լինի, եթե դա կիրառվի, Սիրով, ես կուզենամ, որ պոպուլյարություն ունենա, բան ի վերջո ժողովրդի շրջանում։ Դե դա դեզանից է կախված։ Իմը առաջարկելն էր։ Սիրով, ես անպայման կօգտվեմ ձեր առաջարկից, պարոն Անտինյան, եւ ուզում եմ սկսել շատ կարևոր մի թեմայից։ Մենք իհարկե շատ խոսում ենք օրվա իրադարձություններից, բան դրա շրջանցել չենք կարող, բայց իհարկե, քանի որ այսօր էլ շատ ակտիվացել է խոսակցությունների 4-րդ հանրապետության հետ կապված, չէ, Հայաստանի իշխանությունների կողմից, եւ մենք գիտենք, որ 3-րդ հանրապետության հիմքում ընկած էր ըստ էության Արցախի հարցը, եւ մենք ոնց էլ պտտվում ենք Արցախի հարցի շուրջ քննարկումներ չծավալել ըստ էության չենք կարող, եւ ուզում եմ խոսել կոնկրետ Արևմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգների, այսպես ասած, նահանջից, ինչպես կբացատրեք դուք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, մենք հիշում ենք 21-22 թվականներին ըստ էության Միացյալ Նահանգների դեսպանը ամենից ակտիվներ, այսինքն այն ասում, որ պետք է որոշվի, այդ հարցը բաց է մնում եւ այլն, եւ հանկարծ ինչ որ этаպից գնաց նահանջ, այսինքն սկսեցին խոսել միայն անվտանգություն եւ իրավունքներից, հետո այդ հարցն էլ դուրս մղվեց։ Ինչով էր ձեզ պայմանավորված, որ կոնկրետ 22 թվականից, եթե չեմ սխալվում, վերջին անգամ մայիսին ասաց դեսպանը այդ բառը կարգավիճակի մասին եւ դրանից հետո ըստ էության իսպար դուրս մղվեց այդ հարցը օրակարգից։ Եթե օբյեկտիվ դիտարկենք, դա չի գալիս 21-22 թվականներից։ Օբյեկտիվորեն դա գալիս է 2014 թվականից, երբ որ Ղրիմը Ռուսաստանը օկուպացրեց, իսկ Հայաստանի իշխանությունները դա ողջունեցին։ Այսինքն սանկցիաներ սկսվեց Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ, վերաբերմունք փոխվեց մեր նկատմամբ։ Անպայման չի մեր նկատմամբ էլ սանկցիաներ լինել։ Մեզ դիտարկեցին ոչ որպես գործընկեր, բացի այդ դիտարկեցին օկուպացիան արդարացնող պետություն։ Դրանից հետո կամաց մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվեց։ Ադրբեջանը ոչ միայն զինվում էր, Ադրբեջանը աշխատանք էր տանում, որ այդ պատերազմի ընթացքում Իրան չմեղադրեն։ Ինչպիսի կարծիք կար Հայաստանում։ Ոչ միայն պատրաստվում էին նախորդ պատերազմին, այլ պատրաստվում էին ընդհանրապես մի քանի օրվա պատերազմի։ Մի քանի օր հետո կզանգեն եւ պատերազմը կդադարեցեն, հոչեն թողի վտանգեն նավթամուղերն ու գազամուղերը։ Այն վերաբերմունքը, որ երկրում կար, դա խոսում էր նրա մասին, որ ժողովուրդը պատերազմի պատրաստ է, ու դրա համար կամաց այդ մեր գլխին սարքում էին, այսպես ասած։ Եվ եկավ երբ որ մի պահ եւ իշխանությունը փոխվեց, Արևմուտքը ակնկալիք ուներ նոր իշխանությունից, բայց շատ արագ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը ավելի հավատարիմ է Վլադիմիր Վլադիմիրովիչին, ավելի ճիշտ Վլադիմիր Վլադիմիրիչին, քան անգամ Իրանից ոչ միայն իր նախորդները, այլ Հայաստանում այդպիսի նվիրված մարդ ուղղակի չի կարող լինել։ Ինքը գնացել հավատարմության երթման բովանդակությունը սա էր, չես գտնի Հայաստանում մեկը, որ այդքան կկռանա, ինչքան Փաշինյանը։ Բայց ձեզ ինչի է թվում, որ դա, եթե այդ կարգի հանդիպումների ինֆորմացիան ինձ հասնում է, արևմտյան հատուկ ծառայություններին չի հասնում։ Ու նրանք չեն դնում իրենց ղեկավարների սեղանին, որ ում վրա է հույս դրել։ Կարող է արտաքուստ երևա, որ Սիրիա զորախումբ ուղարկեցի ռուսական կոնտինգենտի կազմում, դա երևացող բանն է, որ ժողովուրդը նկատում է։ Բայց մնացած բաները, որոնք որ մարդիկ ուսումնասիրում են եւ իմանում են, որ ում ենք օգնում։ Այսինքն, երբ որ մենք ուկրաինական պատերազմի ժամանակ ագրեսոր Ռուսաստանին համարում ենք դաշնակից, մենք արևմուտքից ինչ ենք ակնկալում։ Համարում ենք, չէ, որ ցանկացած երկիր կամ ցանկացած համակարգ ունի իր շահերը։ Միանշան։ Պետք է մեր շահերը համընկնի ինչ որ մեկի հետ։ Բայց հիմա դուք պատկերացրեք, արևմուտքը իր քաղաքացուն ասում է դու պետք է վատ ապրես, դու պետք է նույնիսկ խնդրեմ ունենաս, որովհետև մենք Ռուսաստանից նավթ ու գազ ենք ստացել, հիմա այլ ընտրանքային ուղիներ ենք որոնում, պետք է մի քիչ խնայողաբար ապրես, պետք է մի քիչ թանկ վճարես,
պետք է մի քիչ էլ ծախսերն ավելանա, որպեսզի մենք զինվենք, պաշտպանելով Ուկրաինային, պաշտպանում ենք արդարությունը, պաշտպանում ենք համաեվրոպական անվտանգությունը, մեկ է Ռուսաստանը օկուպանտի ընկերն է, Հայաստանը։ Այսինքն բա ուզում եք մեր նկատմամբ վերաբերմունքը ո՞նց ձևավորել։ Այս դու կարծում եք, որ այդ 21-22-ը ըստ էության վերջին կաթիլներ էր, Հայաստանը իրեն դրսևորեց կոնկրետ Ռուսաստանի դաշնակից, հասկացան, որ կարգավիճակի հարցը, որ մինչ այդ էլ բարձրացնում են, պետք է փակել ըստ էության։ Արևմուտքի վերաբերմունքը դա։ Մինչև այսօր արևմուտքը կարգավիճակի հարցը չի փակել։ Այդ թեման իրանք չեն փակել։ Նույնիսկ եթե համարենք իրանք շահերի ձելնելով չեն փակել, եթե դա մեր շահերի հետ համընկնում է, ուրեմն դա նորմալ է։ Ինչի Հայաստանի իշխանությունը ինքը չի խոսում որևէ անգամ, երբ որ ազդակներ ենք ստանում արևմուտքից, բազմաթիվ երկրների օրինակներ պարոն բերել։ Գերմանիան, Ֆրանսիան, եվրոպական երկրների պարլամենտների ընդունած բանաձևեր եւ այլն, ինչու իրենք որևէ ազդակ չեն ստանում, գոնե Լեռնային Ղարաբաղ իրավունք հասարակ իրավունքներից են խոսում, դա էլ են փակել, այսինքն վերադարձի, գույքի իրավունք կա, չգիտեմ, եւ այլն։ Հիմա այսպիսի խնդիր կա։ Եթե մենք ընդհանրապես մտածում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է օրակարգում պահել, պետք է մտածենք, իսկ ով կարող է պահել։ Իշխանությունն ասում է, այդ հարցը փակված է։ Ուրեմն անիմաստ է մտածել, որ իշխանությունը այդ հարցը առաջ է տանելու։ Երկրորդ, ռուսամետ գործիչները, որ ասում են, մենք այդ հարցը լուծելու ենք, ումով է լուծելու, Պուտինով։ Պուտինը հարցը փակել է։ Այսինքն առաջինը ոչ միայն փակել է, երկրորդ հարցը նայենք, նա եթե Ադրբեջանի հետ բարեկամ է, Ադրբեջանում չի տանի հայերին եւ կոնֆլիկտ ստեղծի, եթե Ադրբեջանի հետ հակառակորդ է, երկրորդ ճակատ չի բացի Ադրբեջանի դեմ, որի թիկունքին կանգնած է Թուրքիան եւ Պակիստանը։ Թուրքիան ամենահզոր բանակն ունենալով, Պակիստանն էլ միջուկային զենք։ Դուք կարծում եք, որ այսօր Ռուսաստանի պակասը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի գնալն է Արցախի հարցը լուծելու համար, այսինքն երբ որ մարդիկ այսպիսի բաներ են ներկայացնում արցախցիներին սրտաճմլիկ ասում, հարցածագում, նախ դուք երբ որ վստահում եք Արցախի ղեկավարությանը եւ Հայաստանի ղեկավարությանը, որոնք Արցախից խոպան էին եկել միայն մի բանի համար, որ լուծեին Արցախի հարցը, այդ մարդիկ ինչ են բանակցել։ Ես պարբերաբար ասում, լավ ժամանակին այդ ուղղությամբ չեք խորացել։ Լավ, ընդունում եմ, բայց եկաք Հայաստան, հիմա ինֆորմացիան բաց է, հիմա խորացակ, չէ։ Ես ես պարզ հարց եմ տալիս 91 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Թյուրիմացաբար, որ ասում են անկախությունը հռչակվել, ոչ, անկախությունը հռչակվել է հունվարի 6-ին, 91 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեից հետո։ Երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել եւ Քոչյանը գլուխը գովում է, որ դա ես եմ դրա հեղինակը։ Այդ մարդը, երբ որ ասում էր, որ Արցախին բանակցությունից դուրս ենք թողել, որտեղ Արցախը թույլ էր Ադրբեջանի դեմ բանակցելու, նաեւ կարգավիճակ չունենալով, ես եմ իր փոխարինել, որ Արցախի անունից խոսեմ, մինչև բանակցության գնալը, բանակցությունից հետո արցախցիների հետ համաձայնացրել եմ։ Բա մի հատ պարզ օրինակ եմ բերում։ 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդի փաստաթուղթը Քոչարյանը ստորագրել է, Ալիևն էլ է ստորագրել։ Այս ամբողջ տարիների ընթացքում դուք շատ քիչ փաստաթուղթ գտնեք, որ երկկողմանի ստորագրված է։ Ես դրա համար հիմք եմ վերցնում այն, որ երկու կողմը ստորագրել են։ Այդ դեպքում հարց Բա որ Քոչարյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիրներ ինքը եւ ինքը ստորագրում է որ երբ որ անցկացնենք պլիբիսցիտ դա անցենք կացնելու Լեռնային Ղարաբաղի հասարակություն ասելով հասկանում ենք լղիմի հասարակությունը այսինքն դու դրանով մերժում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը որը ստեղծել է խորհրդային միության օրենքներով Դու փոխանակ առաջ տանես այն ինչ որ արել ես, ճիշտ է սխալ, բայց դա տեղավորվում էր խորհրդային միության օրենքներով, եթե դու հրաժարվում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, դու լղիմի մասով ոչինչ չունես արած։ 89 թվականի դեկտեմբերի 1-ի փաստաթուղթը Կազմեք 12000 քառակուսի կիլոմետրով, հա, այսինքն եթե դու ունենայի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրակվե կամ Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ որոշում ստեղծել հանրապետություն կշարունակեիր դա բայց դու Լեռնային Ղարաբաղի հետ կապված ոչինչ չես արել որովհետև հանրակվեն անգամ համարել է Շահումյան Գետաշեն
Դու այդ տարածքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակած տարածքով ես հանրակրվե արել։ Եվ հիշում ենք կներեք այդ նույն այդ պլեբիսցիտի հետ կապված, որ դա ինչ որ խորհրդատվական բնույթ չէ, պիտի կրեր արևմտյան Սահարայի այնտեղ չգիտեմ ինչ օրինակներ բերեմ, որը Արցախույզի տենց կարգավիճակ ուներ։ Առհասարակ պլեբիսցիտի կարգավիճակը տարբերվում է հանրակրվեից, որը գոնե ուղղվեց այդ հանրակրվեին գոնե պարտադիր կատարման ակտ է, իսկ պլեբիսցիտը ուղղակի բայց նույնիսկ դա չի կարևոր, երբ որ ինքը հռչակում է, որ մենք խոսում ենք լղիմի մասին, նշանակում է ինքը անմիջապես անօրինական է ճանաչում թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, թե հանրակրվեի արդյունքը, թե հանրակրվեի արդյունքում հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սրանից բացի, երբ որ ասում է պետք է պահպանենք հարաբերակցությունը հայ բնակչության եւ ադրբեջանցիների։ Ադրբեջանցիները մոտ եղել են 21%, այսինքն շատ ստույգ թիվ չասենք պատերազմական իրավիճակ էր, մոտ 40,000, հա, մոտ 40,000։ Հիմա ասում է, եթե լինի հանրակրվե, պետք է այդ 40,000-ը մասնակցի։ Հիմա կարող է մեկը մեռել, մեկը չի ուզում մասնակցի, բայց նրա երեխան մասնակցելու է, որտեվ պետք է ասի իրոք է, բա Արցախում ծնված երեխայի, որ մեծացել է մասնակցում, իմը ինչի պետք է չմասնակցի։ Այսինքն ինքը այսպես թե այնպես ապահովելու է այդ 40%-ը։ Բայց դեպքում հարց։ Բա Ռոբերտ Քոչարյանը ո՞նց է արցախցիների անունից խոստանում, որ Արցախի հայ բնակչությունը չի ավելանալու։ Բայց դեպքում հարցնում եմ, ասում ժողովուրդ ջան, ինքը թույլ չէր տալու դուք ծննդաբերեք։ Ինքը ինչ էր անելու։ Ինքը ստեղծելու էր թշնամանք հայաստանցի Ղարաբաղցի։ Ու դուք չէիք էլ զգալու, որ դա նպատակային քաղաքականություն է, ինքը խոստացել է Ադրբեջանին։ Այսինքն, եթե Արցախի բնակչությունն աճում է, բերեք հանենք, բերենք Հայաստան։ Եթե Արցախի բնակչությունն աճում է, բերեք հանենք, ուղարկենք Ռուսաստան։ Եթե Հայաստանից մեկը ասում է իմ ընտանիքի անդամը զոհվել է Արցախում, ուզում եմ գնամ այնտեղ ապրեմ այն հողում, որտեղ իմ հարազատը զոհվել է, ասում են ինչ ես եկե։ Վերկաց գնաց տեղից, գնա քո Հայաստանը։ Սփյուռքից մարդ է եկել Արցախում կռվել է, ուզում էր տեղափոխվել, ասում են ինչ ես կտեսնե, գնա քո Սփյուռքը։ Այսինքն բադա որտեղից էր գալի։ Այդ թշնամանքը հայաստանցի Ղարաբաղցի պետք է լիներ, չէ, որպեսի բնակչությունը չաճեր։ Իսկ ես հիմա հարց եմ տալիս, Արցախում, եթե դու ուզում ես, Արցախը կենսունակ լիներ։ Ազատագրված տարածքները անունը կդնե մեկը օկուպացված, մեկը անվտանգային գոտի, մեկը ազատագրված։ Այդտեղ չեք բնակեցրե։ Այդ հասկացանք։ Լղիմի բուն տարածքը։ Լղիմի բուն տարածքը 4,500 քառակուսի կիլոմետր էր։ Հայաստանի բնակչությունը մոտ 3 միլիոն։ Տարածքը 29743, մոտ 30,000 կլոր ասենք։ Մի քառակուսի կիլոմետրի վրա 100 մարդ։ Արցախի 4500 քառակուսի կիլոմետրի վրա կարող էր ապրել 450,000 մարդ։ Բայց ինչ էր ապրում 120,000։ Չէին ուզում այդ բարեբեր հողում ազատության պայմաններում Հայաստանի հետ օրգանապես կապված չէին ուզում ապրել։ Նույն կրոնը, նույն լեզուն, ամեն ինչով։ Նույն դրամաշրջանառությունը։ Այո։ Այսինքն պատճառը ո՞րն էր։ Պատճառը ո՞րն էր, որ այնտեղ ստեղծեիր Հայաստանից փող տայիր եւ միայն լինեին չինովնիկներ, պետական աշխատողներ, բարձր աշխատավարձով, որ եկել են Հայաստան, ասում են ոնց, այս փողով դուք ոնց եք աշխատում, մենք ստեն չենք աշխատի։ Այս ոնց դուք էս եք ստանում։ Իրոք չեն իմացել իրանք։ Ինչու համար էր այդպիսի դեֆորմացիան Արցախում։ 11 թվականին Կազանի փաստաթուղթ ստորագրեց Սերժ Սարգսյանը։ Համանախագահները բոլորը համաձայն էին, որ ստորագրվելու է։ Հունիսի 18-ի մասին է խոսքը։ Այդ ժամանակ նույնիսկ առաջի դեմքերի մակարդակով ասին, որ ստորագրվելու է։ Եկավ Ալիևը նստեց, մտածածին մի 10 կետ բերեց ու չստորագրեց, բայց Հայաստանը պատրաստ էր, չէ, որ դա հանձներ։ Այսինքն Հայաստանը պատրաստ էր, համոզում էր Ադրբեջանը համաձայնվի։ Այդ դեպքում հարց, եթե Հայաստան դու համաձայնվել ես, ունդեղ գրած է, որ Քարվաճառը հանձնում ենք, Քելբաջարը, դու 13 թվականին Սփյուռքի այդքան միլիոնները հավաքեցիր, ինչու է ճանապարհ սարքում Քելբաջարով։ Դու չգիտեի, որ դա ուշ թե շուտ հանձնելու ես։ Դու գիտեիր, չէ, որ այդ միլիոնները կորելու է։ Եթե դու չէիր հանձնելու։ Դե գուցե գիտեին, որ միևնույնը Ալիևը չի համաձայնվի։ Բայց դա պատճառ է։ Այսինքն սրանք քայլերի հաջորդականությունն է, որ ասում եմ լավ, այնտեղ չեք իմացե։ Չեք իմացե։ Բայց հիմա հո գիտեք,
Հիմա հո գիտեք, որ ձեր հարցը իրանք չէին լուծելու։ Մի ձև կա, այն մարդիկ, ովքեր Արցախի համար ասում են, որ Արցախի հարցը փակված չի, եւ մեկ էլ արևմտյան մի շարք կառույցներ ու երկրներ ասում են Արցախի հարցը փակված չի։ Եթե դուք ուզում եք ընդհանրապես վստահեք, կարող է արևմտյան ուղղություն ունեցող գործիչների ուժի չպատի Արցախի հարցը այսօր լուծել, բայց կարող են տակ պահել, որ դա չմոռացվի, եւ նաեւ Կոսովոյի նախադեպ կամ եւ նաեւ տակ պահել Նաև այդ կառույցների հետ աշխատելով, երբ որ Նիկոլ Փաշինյանը Կոսովոն ասցիկ, դրա համար շարունակեմ հենց դրանից։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր 96 թվականի դեկտեմբերի 3-ին Լիսաբոնի գագաթնաժողովում մեզ ներկայացրեցին, որ Արցախը չի կարող լինել անկախ, դա համարում է դատավճիռ, որ եթե միջազգային հանրության կարծիքը սա է, մենք ինչ պետք է անեինք։ Ինչ պետք է անեինք, դրանից հետո եղել է 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի նախադեպը։ Կոսովոն երբ որ ճանաչեցին անկախ, այսինքն անջատում հանուն փրկության։ Էլի այդ էթնիկ զտումների, չէ՞։ Այն դեպքում, երբ որ հանրակրվե չեն արել, ոնց որ Արցախն է արել։ Բացի դրանից, ինչ արեց Հագայի դատարանը 2010 թվականին։ Ճանաչեց դա միջազգային օրենքներին համապատասխան։ Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այլապես Կոսովոն ՄԱԿ-ի անդամ կդառնար։ Ինչքան ուզում է դու ստորագրություն հավաքես անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի կողմից, մեկը անվտանգության խորհրդի անդամները պետք է համաձայնվեն։ Ռուսաստանը դրան դեմ էր, բայց Ռուսաստանը մերժելով Կոսովոն համարեց նախադեպ եւ ինքը 2008 թվականի վրաց-օսական պատերազմից հետո օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիա եւ Հարավային Օսիայի անկախությունը, ասին բա ինչ է ճանաչում, ասեց ոնց որովհետեւ դուք Կոսովո եք ճանաչել։ Այսինքն ինքը օգտագործեց Կոսովոյի նախադեպը, բայց Կոսովոն չճանաչեց։ Իսկ մենք ինչ արեցինք, լավ 2007 թվականի Մադրիդի ժամանակ Կոսովոն չկար, բայց 2011 թվականին չկար, 2010 թվականին ասում չկար։ Սերբիայի հետ պահում ենք հարաբերությունները։ Իդեպս իշխանությունն էլ չճանաչեց, ոչ էլ քանի որ Արցախի շրջափակման ժամանակ եւ այլն կարելի էր, չէ՞։ Ոչ մի իշխանություն այդպես էլ Կոսովոյի անկախությունը չգնաց այդ ճանապարհով։ Այսինքն երբ որ մեզ ասում էին, որ բայց Արցախը միջազգային հանրությունը չի ճանաչում Ադրբեջանի կազմում, Հայաստանի կազմում, ճանաչում Ադրբեջանի կազմում, բա դուք ինչ եք ուզում մեզանից։ Ասում ենք, հա Վլադիմիր Վլադիմիրիչ, բա միջազգային հանրությունը Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչում է Վրաստանի կազմում։ Բա Ղրիմն էլ ճանաչում է Ուկրաինայի կազմում։ Բա մեր Դնեստրն էլ ճանաչում է Մոլդովայի կազմում։ Բա այդ ո՞նց եղավ, որ դու դա հաշվի չառար։ Հենց մեզ որովհետև Արցախի հետ կապված քո բարեկամ Ադրբեջանն էր, իսկ Աբխազիայի Հարավային Օսիայի հետ կապված քո հակառակորդ Վրաստանը։ Իսկ Ուկրաինայի հետ կապված դու էլ որոշեցիր, որ այդ տարածքը վերցնես, որը պատմականորեն քոնն է։ Այդ որ պատմականորեն։ Ուզում եմ իմանամ, տարիքս ներմաս կյուտների հետ շփվել ենք, հունական քաղաքները տեսել ենք։ Դու որտեղ էիր։ Երբ որ 1000 տարի առաջ այդտեղ Ղրիմում ապրում էին հայերը, որոնք արդեն անի կործանումից հետո գնացին այնտեղ, այդտեղ ռուս կար։ Դու որ ժամանակվա Ուկրաինապետություն չի եղել, այդպիսի փորձագետներ էլ կան Հայաստանում, չեք լսել իրենց տեսակետները, դա ամբողջ ռուսական է, ռուսական մշակույթ է, ամբողջորեն եթերներից այդպես են, էլի, տորպեդա։ Ես հասկանում եմ, որ մարդիկ կարող է դա ասեն, որ Կիևը չի եղել եւ այլ, բայց ես ուզում եմ իմանամ, Օլեգը, որ Նովգորոդից գնաց Կիևյան Ռուսիան հիմնեց 882 թվականին։ Իսկ Օլեգը նենց ասում են Ալեգ վեշ չի, չէ, ապագա կանխատեսող, ապագա պայծառատես մարդ էր, էլի, լուրջ, ինքը ռեգենտն էր, չէ, իշխանի գրի, որտեղ իշխանի գրը անչափահաս էր, Ռուրիկի տղեն։ Հա, բայց այդ մարդը ինչ էր ասում։ Կիևը ռուսական քաղաքների մայրն է։ Ինքը գնացել էր մայրաքաղաքում էր նստել։ Հիմա ներկայացնում են, որ ինքը գնացել գրավել է, ինչ է։ Գնացել մայրաքաղաքում նստել է։ Բա որ ինքը 882 թվականին ասում էր Կիևը ռուսական քաղաքների մայրն է։ Այդ ո՞նց է Կիևը Ուկրաինան չի եղել։ Կիևը քանդում ես հիշատակած 430 թվականին գտնում ես, որ այնտեղ բնակավայր է եղել։ Մեծ կամ փոքր բնակավայր է եղել։ Ու շարունակական է եղել այդ բնակավայրը։ 1147 թվականին Մոսկվայի մասին, որ խոսում են, ասում է Մոսկվան 1147 թվականին է հիմնադրվել, ասում ենք շատ ուրախ ենք, որ անունը տվել է Յուրի Դոլգորուկին, Չերնիգովի իշխանին, որ հրավիրել է թեյ խմելու։
շատ ուրախ ենք իր համար, բայց այդտեղ բնակավայր կար։ Այսինքն դուք հրճակման օրը համարում եք հիմնադրման օր, որովհետև մի հատ քար ու թուփ չեք գտել այդտեղ։ Մենք հո չենք ցանկանում թերագնահատել նրան կամ նրան։ Ասում ենք չի կարելի պատմությունը դնել քո ուզած ձևով վերաձևել։ Դա նույն հաջողությամբ Թուրքիան կանգնում է, ասում է Երուսաղեմն իմն է։ Բայց ասում են ո՞նց է Երուսաղեմը քուննացվում, բայց 400 տարի այնտեղ էի, 1519-ից 1900, բա դրանից առաջ ուր էիր։ Բա դրանից առաջ որ Իսրայել Հուդայի թագավորության մայրաքաղաքներ, բա դու ուր էիր։ Բա որ եկել են խաչակիրներն եկել են այդ քաղաքը, բա դու ուր էիր։ Այսինքն ամեն մեկը թևի տակ դնում է իր պատկերացրած պատմական քարտեզը, բայց կա մի խնդիր, չէ, եթե մենք խոսում ենք պատմական արդարությունից, ռուսները պետք է սուս մնան, որտեղ իրանց պատմությունը շատ կարճ կյանք ունի։ Եթե խոսում ենք միջազգային հարաբերություններից, միջազգային իրավակարգից, գոնե հիմք ենք ընդունում ՄԱԿ-ի անդամ լինելը։ Ասում ենք Ժորժ ջան, մի հատ գիծ քաշենք, այդտեղից են կողմ չգնանք, որտեղ եթե այդտեղից են կողմ գնանք, այն ժամանակ, որ դուք ասում եք Հայաստանը մեր կազմում էր, այն ժամանակ, որ Հայաստան պետությունը կար, մենք շուռ ենք եկել նայել ենք մի քանի պետություն կար, որոնց մեջ Ռուսաստանը չկար։ Եթե մեզ ասեք, որ մենք պետք է ավանդաբար ենթարկվենք ռուսական կայսրությանը, բա դրանից առաջ Բյուզանդիային ով ենթարկվի, Պարսկաստանին ով ենթարկվի, Օսմանյան կայսրությանը ով ենթարկվի, լամա հետ գնացեք հռոմ հասեք, միջև այսինքն դա ինչ է նշանակում։ Դա բացարձակ օբյեկտիվ բան չի, դրա համար եմ ասում, եթե գնանք պատմական խորքերը, հաստատ դուք չեք հաղթի։ Եթե խոսում ենք իրավակարգից, բերեք մի բան ֆիքսենք։ ՄԱԿ-ը որոշում է ընդունել։ Երկրորդ աշխարհակարգի ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նստել եք 75 թվականին Հելսինկի եզրափակիչակտը ստորագրել օգոստոսի 1-ին, որին մասնակցել է 33 եվրոպական պետություն, Ամերիկան ու Կանադան էլ որպես գարանտ Եվրոպայի անվտանգության, որտեղ Եվրոպայում ասում են պատերազմն ավարտվել է, բայց չենք հասկանում ազդեցության գոտիներ չի ստացվում։ Հիմա բոլորով նստել եք սահմանների անխախտելիություն, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, այդ բոլոր սկզբունքները չափել եք, գրել եք մեջը, չէ՞։ Հիմա դրանով լավ խորհրդային միությունը փլուզվեց, արևելյան Եվրոպայի նկատմամբ փոխվեց իրավիճակը։ Մարդիկ ասին բերեք Հելսինկի եզրափակիչակտը թարմացնենք, որտեղ նոր իրավիճակ է, չէ՞։ Այդ նոր իրավիճակը արեցին 99 թվականի նոյեմբերի 18-ին Եվրոպայի անվտանգության խորհրդան, որտեղ ամբրագրել են Ստամբուլի իհարկե, որտեղ ամբրագրել են այդ բոլորը, այսինքն իրանք ընդհանրապես թարմացրել են, նոր բան չեն արել, ընդհանրապես թարմացրել են, որ ճանաչում ենք տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն։ Այսինքն հիմա մի բան հիմք ընդունեք։ Հիմա երբ որ Ռուսաստանն Ուկրաինային ասում է, այդ Ղրիմը իմն է, ասում ենք լավ 14 թվին, որ դու գրավեցիր, 99 թվին այդ խարտիան դու չես ստորագրել, Եվրոպա ասում է ստորագրել եմ։ Ուկրաինայի այդ միջպետական փաստաթուղթ չես ստորագրել, ասում է ստորագրել եմ, ճանաչել ես սահմանները, հա։ 94 թվականի Բուդապեշտի մեմորանդում ստորագրել ես, երաշխավոր ես կանգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության։ Քեզ հետ էլ միասին Ամերիկան, Մեծ Բրիտանիան, լա մի հատ էլ նամակով էլ միացել է Չինաստանը, մի հատ էլ Ֆրանսիան։ Այսինքն բա ինչ եք ուզում հիմքն։ Այսինքն մշտական 5 անդամ։ Բա ինչ եք ուզում որ լինի։ Էնե բացի ՄԱԿ-ի անդամը լեն, նաև միջուկային տերություններ։ Այդ առումով էին իրանք ասում մենք երաշխավորում ենք, որ Ուկրաինան իր միջուկային զենքը կտա Ռուսաստանին, ինքը խնդիր չի ունենա։ Մենակ ասենք ՄԱԿ-ի անունից չէին խոսում, որտեղ այնտեղ կար բան միջուկային զենքի չտարածման կոնվենցիան, չէ՞, որը Ուկրաինան ստորագրեց։ Հարցածագում Ուկրաինան 91 թվականին ստորագրել է Ալմատիի փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանն այդ ցիտում է ոնց որ Աստվածաշունչը։ Վերջ դե վերջի ացյանի ճշմարտությունն է։ Բայց այդ նույն փաստաթղթով Ուկրաինան նաև մտածել էր, որ այդ զենքերը տա Ռուսաստանին։ Բա ինչի չեղավ, որովհետև դեռ այդ երկիրը ստեղծվեց, արդեն Ռուսաստանը ոտնձգությունը սկսեց, ուզում էր ԱՊՀ-ն դարձնի բանը նոր խորհրդային միություն։ Ուկրաինայի դուրը չեկավ։ Դրա համար Ուկրաինան եթե Ռուսաստանին վստահեր, ինչ էր Ամերիկայի ու Մեծ Բրիտանիայի հետ ստորագրում համատեղ։ Այնա եթե վստահեր կտար էլի։ Առավել եւս կար ստորագրված փաստաթուղթ, որովհետեւ ասեց, չէ, այս մարդկանց չի կարելի վստահել։ Երաշխավոր կանգնեց Ամերիկան, Մեծ Բրիտանիան, հիմա մենք ինչ ենք ասում Ամերիկային, փրկի քու դեմքը։ Ուկրաինային մի փրկի է,
Դու ես երաշխավոր կանգնե։ Դու այսինքն դու ասել ես դու խնդրեմ չունես։ Ասում են դա մեր պատերազմը չի, մենք ոչ մի կապ չունենք, չգիտեմ, Զելենսկին է հրավիրել, այսպիսի բաներ են ասում Միացյալ Նահանգներից, պարոն Անտոնյան, որ մարդը զարմանում։ Դա է հարցը, ասում ենք դու երաշխավորել ես։ Կապ չունի դա ով է ստորագրել, դա Ամերիկայի անունից է ստորագրած։ Հա, Բիլ Քլինտոնն է ստորագրել։ Մեծ Բրիտանիայից էլ Ջոն Մեյջերը պահպանողական կուսակցությունից բավական ազդեցիկ մարդ էր, չնայած դեմքով net շատ ինքը շփվող չէր, բայց վերջապես Մարգարետ Թետչերից հետո ինքը լիդերությունը ստանձնեց, էլի, դա այդքան հեշտ գործ չէր Մարգարետ Թետչերի։ Հա, այսինքն, ինչ եմ ասում, սա փաստ է, չէ՞։ Մենք երբ որ խոսում ենք, ասենք Հայաստանի շահերը, եթե աշխարհի հետ մեկի հետ զրուցում ենք, ներկայացնենք։ Ի վերջո ինչ ենք անում, հիմքը ինչ ենք վերցնում։ Եթե ես մեկի հետ խոսում եմ, արևմտյան մարդ, ու ես ասեմ, հա, լավ անում Ռուսաստանը Ուկրաինային պետք է հաղթի։ Ու ես շարունակեմ ասեմ, օգնեք Ադրբեջան օկուպանտը դուրս գա։ Պետք է ասի ինգեզ ջան, ինչի մենակ Արցախի, ինչի Ադրբեջանը մեր տարածք չի մտե։ Պետք է ասի ինչ ես խոսում։ Ես այսօր իմ գրպանից վճարում եմ Ուկրաինայի համար։ Դու գնացել ես հակառակորդի հետ։ Պուտինի հետ ամենավերջի ջերմ խոսակցությունները իրար հետ փոխանակում եք։ Ամենաջերմ հարաբերություններից եք խոսում։ Ում հաշվին ես դա անում։ Այսինքն դրա համար երբ որ ասում եք իրավիճակ փոխվեց, մենք շատ հեռու գնացինք, բայց ուզում ես հիմքը հասկանանք, որ մենք ոչինչ չանելով աշխարհի վրա մուննատ գալը դա քաղաքականություն չի։ Դա նշանակում է դու երբևիցե քո պետության շահը որևէ մեկի հետ բանավեճում չես պաշտպանել։ Դրա համար ասես պարփակվել ես ու ասում ես բոլորը վատն են, բոլորը ծախված են։ Դու չես գնացել դեմ դիմաց նստել, որ դիմացին բայց բանը դու ինչի էսպես արեցիր։ Իդեպ այդ համատեքստում ուզում եմ հիշեցնել վարչապետի հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպանի հայտարարությունը, անունը չտանք, նա 2023 թվականի սեպտեմբերի 26-ին բավական ուշագրավ հայտարարություն էր արել, որ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները եւ մյուսները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Սա կարելի ասել նաեւ Նիկոլ Փաշինյանի տեսակետն է, եթե իր հատուկ հանձնարարություններով դեսպանը այսպիսի տեսակետ արել, ինձ հետաքրքիր է Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները ինչ-որ բան պարտավորություն իրենց վրա ստանձնել էին, որ դա չիրականացրին։ Նախ Եվրոպական միությունը տնտեսական միություն է, Եվրոպական միությունը նոր է որոշել իր անվտանգային հարցը լուծի։ Այն է պետք է շատ շնորհակալ լինեն Դոնալդ Տրամպի խոշոր սխալներից, որ ապտակ հասցրեց, ասեց գնացեք ձեր անվտանգությունը դուք պահեք։ Դա իդեպ նաև մեր շահերից է բխում, որ Եվրոպան հասկացավ, որ ոնց չի կարա մշտական հույս տնի Ամերիկայի վրա, եւ իրանք սկսեցին զինվել, հենց սկսեցին զինվել ու մտածեցին, որ իրանք կարող են անվտանգություն պահել, այսինքն դեռ ոչ ֆորմալ, բայց արդեն ձևավորված է եվրոպական անվտանգություն։ Ու դեռ լուրջ դերակատարություն ունի Մեծ Բրիտանիան։ Կանադան էլ կարող է։ Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, Կանադան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Ավստրալիան, որը Անժուսի անդամ է, որի անվտանգությունը երաշխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրիան, որ 1955 թվականին կանգնեց, ասեց Ժողովուրդ ջան, երբ որ Վարշավայի պակտը ստեղծվեց, ինքը ասեց Գերմանիան մտավ ՆԱՏՕ, Վարշավայի պակտը ստեղծվեց, Ավստրիան ասեց ինձանից ձեռք քաշեք, ոչ ընդեղ եմ, ոչ ընդեղ եմ։ Բայց նույն Ավստրիան չէ հիմա ֆինանսավորում Ուկրաինային աջակցում։ Ճապոնիան պարբերաբար աջակցում է, որտեղ ինքը գիտի, եթե Ռուսաստանը պարտվի, ինքը մինչև այսօր չի հաշտվել իր կորցրած կղզիների հետ հարավային Կորեի Շիկոտանը, Կունաշիրի, Տուրուպը եւ Խաբոմայը պատրաստ է ինքը դրա համար մինչև վերջ կռվել։ Այսինքն Եվրոպան հիմա իր անվտանգությունը ստեղծելու խնդիր որ դնում է։ Բայց մենք այդ ժամանակ մենք ում հետ էինք։ Մենք ասում ենք հապկ անդամ ենք ու սառեցրած։ Ռուսաստանի հետ ունենք երկկողմանի պայմանագիր, մեր անվտանգությունը պատվիրակել ենք Ռուսաստանին։ Բայց թե անվտանգությունը Ռուսաստանին ես պատվիրակել, ու դու երկրորդ ուժ որևէ պետության կամ համակարգի ու պետության մեջ չես կարող ունենալ։ Դու ձեզ նեղանում, որ քեզ չի օգնե։ Բացի դրանից դու նույնիսկ այնպես չես արել, որ քայլ ցույց տաս, որ գնում ես դեպի արևմուտք, որ ասես, բայ ես քայլը արեցի, հիմա ինձ ճնշում են, դե ինձ օգնեք։ Հիմա այն քայլը, որ անեի։ Բայց իրենք բան ինչ-որ վրա վերցրել են պարտավորությունը։ Դե դա է հարցը, այսինքն դու այդ ուղղությամբ քայլել չես արել։ Հիմա հարցը նա է, երբ որ մարդկանց ասում են, բայ Եվրամիության անդամ քանի տարում կդառնանք։ Եվրամիության անդամ կարող է դառնալ 20-30 տարում, բայց բավական է դու առաջի քայլը անում ես, ասում ես ես արեցի քայլ, ստացա հակաքայլ։ Դե օգնեք, որ ես կարողանամ դա շրջանցեմ։ Թե անվտանգային խնդիր լուծեք, թե տնտեսական։ Հայաստանը
իր տնտեսությամբ, երբ որ մենք գիտենք մրցունակ ապրանք չի արտադրում, որը կարողանա հանի եվրոպական շուկա։ Իսկ մենք ինչ ենք մենակ ասում եվրոպական շուկա։ Նավթային երկրները շատ թանկ ապրանքներ են առնում ու որակով։ Եթե մենք կարողանանք եվրոպական ստանդարտներով ապրանք արտադրենք, մենք այդ նույն ապրանքը կարող ենք շատ հանգիստ հասցնել թե Սաուդյան Արաբիա, թե Քուվեյթ, թե Արաբական Էմիրություններ, այսինքն բոլորին շատ հանգիստ կարող ենք առաջարկել որակը ապահովելով։ Հիմա ի՞նչ է խնդիրը առաջանում։ Այսինքն մենք այսօր ասում ենք մենք ԵԱՏՄ-ում մեզ լավ ենք զգում, որովհետև մեր անորակը առնում են։ Հետո երբ որ այդ անորակը իրանք միտեղ կանգնացնում են ու ասում են անորակ է, ստում են մուննատ գալ, ասում են, բա մենք էլ ինչի ենք ԵԱՏՄ-ում, եթե մեր անորակը պետք է չառնեն, բայց ուշադրություն, Հայաստանից դուրս է գալիս ամենավորակովը, որը հասնի տեղ, մրցունակ լինի եւ առնի։ Այսինքն ամենավորակովը անորակ են համարում, բա մենք ինչ ենք ուտում, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք այսօր արդարացնում ենք, որ մեր երկրում մարդը, որ պետք է մի հատ հոսքագիծ առնի, դրա փոխարեն առնում է մի հատ արտասահմանյան մեքենա, եւ արտասահմանից գալիս են առաջի անգամ տեսնում են, զարմանում, որ տենց մեքենա իրանց երկիրն արտադրում է, որովհետեւ իրանք իրանց երկրում այդ մեքենան չեն տեսել։ Դա տեսնում են Հայաստանում։ Այդ մարդը մտածում է, որ իրային չին է պետք ինքը հոսքագիծ դնի, եթե այդ ապրանքը Ռուսաստանը պետք է առնի։ Դրա տեղը ինքը մեքենա կառնի, ասենք ոնց կաղապատայի, ասենք մարդը բիզնեսմենա գոնե $1 միլիոն դոլարանոց մի 2-3 մեքենա չունենա։ Ամոթ է, չէ՞։ Կասեն, էս ինչ աղքատ մարդ է։ Այս հոգեբանությունն է, չէ՞։ Սա այն հոգեբանությունն է, որի տարածքում մենք ապրում ենք։ Այս յատմեական տարածքում, այս հապկական տարածքում։ Իդեպ պատահական եք համարում, որ այդ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ եւ մյուսները, այսինքն մենք մտածենք, որ այդ մյուսների տակ Ռուսաստանն էլ կա, թե գուցե Ռուսաստանին չէր էլ ակնարկում։ Հետաքրքրական է, էլի, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չկարողացան ապահովել, այդպես էր արված հայտարարությունը Ռուսաստան։ Չէ, եթե այսպես նայենք, եթե 18 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում է, եկա տեսա, որ Արցախը հանձնած էր 18 թվից առաջ։ 91 թվից։ Բա ուրիշից ինչ է ակնկալում։ Մենք մինչև Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից խոստովանություն արեց, մինչև այդ մենք մեղադրում ենք չէ Ռուսաստանին, Պուտինին, ասում ենք, բա դու ո՞նց կանգնեցիր ասիր Արցախը միջազգային հանրությունը Ադրբեջանի կազմում է ճանաչում ու իմ թվարկածը բա մյուսները ինչի՞ չէ մենք Պուտինին ենք մեղադրում բայց չէ բայց Նիկոլ Փաշինյանը սրբագրեր Պուտինին բա ոնց կար ինքը Պուտինին չսրբագրեր ինքը ասեց չէ ինչ 2021 որ Պուտինն ասել է 91 թվից Արցախը տված բայց ինքը ում էր արդարացնում նախագահն էլ չի ասած կարծեմ այո բայց ինքը ում էր արդարացնում Պուտինին բա միջև այդ մեղադրում էինք Հապկին մենք մեղադրում ենք, որ դու չես ճանաչում քո պատասխանատվության գոտին, բա ոնց ենք մենք հապկի անդամ, եթե դուք մեզ չեք ճանաչում։ Մեր Հայաստանից մարդիկ ինչ էին ասում, հապկ, եթե դու չես ճանաչում, ստե ինչ ես։ Բայց Ադրբեջանի հետ որոշեք, հապկը տենց էր, չէ՞։ Բա մեր իշխանություններն էլ էին, չէ՞ մեղադրում հապկին։ Հետո ինչ արեցին։ Նիկոլ Փաշինյանն ասեց. «Ժողովուրդ ջան, եթե մենք մեր տարածքը չենք ճանաչել, ով պետք է ուրիշ տարածք ճանաչի։ Եկեք մենք լաբերը ճանաչենք»։ Որ այսինքն ինքը հապկին պարզաջրեց դու հապկին ինչի համար էիր մեղադրում որ քո տարածքը չի ճանաչում մեկ է կանգնեցիր ասիր ինձանից առաջ ոչ մեկը չի ասել 29743 այսինքն եթե դու գնում ես մի հիմնարկի տնօրեն ես դառնում պետք է շորի մետրն առնես ու սենց ամբողջ հիմնարկը չափես եթե չէ հարևանը կարող է մտնի մի հատ սենյակ տանի քեզանից ու ինքը ասում է քանի որ ես առաջինը հայտարարեցի մինչև այդ Հայաստանը չկար Բայց եթե չկար ուրեմն հապկը ինչը պաշտպաներ բայց մենք չենք զգում որ դա հապկին պաշտպանելու համար էր ասում 20 թվականի պատերազմ եթե մեղադրում ես որ Ռուսաստանը չի օգնե 21 թվականին պաշտպանության նախարար ես նշանակում այսօր Ռուսաստանում գտնվող մի մանզի որին կանգնում ես ասում ես ես նշանակեցի որպեսի Արշակ Կարապետյանի մասին է խոսքը որպեսի Ռուսաստանի ժեստ անեմ այդ ասում ես ասուլիսի ժամանակ Դու 21 թվականին ինչի էր ժեստանում Ռուսաստանին Ինչ էր պատահել Դե հիշում եք արտգործնախարարությունն էլ արտգործնախարար փոխեցին մի պահ եկավ Արմեն Գրիգորյանը հետո Արարատ Միրզոյանը ու դա էլ պատճառաբանում են որ Արմեն Գրիգորյանը իբրև թե Ռուսաստանի համար անընդունելի մարդ էր դրա համար փոխեցին Այսինքն մենք այն ինչ որ ունեինք մեղադրելու Այդ բոլոր բաները միջազգայինը այդ բոլորը սրբագրեց
Փաշինյանը ի օգուտ Ադրբեջանի եւ ի օգուտ Ռուսաստանի եւ ի օգուտ ՀԱՊԿ-ի, որովհետեւ այսօր Ամերիկան, այսօր Ալիևը երջանկացած շնորհակալությունը հայտնում Տրամպին, ասում է 907 բանաձևը վերջապես որոշեցիր վերանայես։ 92 թվականից Ադրբեջանը ճանաչել են օկուպանտ։ Դրա համար սանկցիա են կիրառ։ Հարցը նա չի, որ Ադրբեջանը այդ մի քանի միլիոնին չէր մնացել։ Ինքը այդ փողերն ունի, վերաբերմունքի հարցեր։ Ամերիկան իրան օկուպանտ է ճանաչում։ 92 թվից չի վերանայում դա։ Բայց երբ որ Ալիևը շնորհակալություն հայտնեց, որ վերջապես Տրամպը վերանայեց, այդ դնենք մի կողմ, որ մենք վատ աշխատեցինք, որ դա վերանայեց։ Բայց դա հարցի մի կողմն է, բայց Ալիևի ասածը շատ հաճելի խոստովանություն էր, չէ՞ մեզ համար։ Այսինքն դուք հրապարակային ասում եք եւ հայ հասարակությունը հասկանում է, որ Ամերիկան 92 թվականին Ադրբեջանին է համարել օկուպանտ, ոչ թե Հայաստանին։ Այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է ոչ, մենք ենք օկուպանտ եղել։ Մենք 91 թվականի Ալմատիի փաստաթղթով գիտեինք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ինչ գործ ուներ մեր զորքը Ադրբեջանում։ Ամերիկան ասում է ոչ, օկուպանտ Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա ու դու ճիշտ ես արել, որ պաշտպանել ես։ Լա ես չեմ ասում ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը, որտեղ ոչ մեկը Հայաստանին օկուպանտ չի համարել։ Ընդհանրապես հարցը կարգավորելու համար ասել աստեից դուս եկեք էս արեք, այն արեք։ Ես ասում եմ նաև այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը 92 թվականին եղել է, որ օկուպանտը ագրեսորը Ադրբեջանն է ու չի կարող Նիկոլ Փաշինյանը դա հիմա այսօր սրբագրի եւ արդարացնի Ադրբեջանին։ Դրանք փաստեր են։ Նույնիսկ եթե այսօր 907 բանաձևը հանեսել, միևնույն է դու չես կարող ջնջես այդ պատմությունը, որ 92 թվականին Ադրբեջանին են ճանաչել ագրեսոր։ Այսինքն սա է հարցը, որ այսօր երբ որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հետադարձ հայացք գցելով պատմությունը վերանայի եւ սարսափահար ուզում անպայման սահմանադրությունը փոխելով նախաբանը հանի, որպեսի դրանով հենց ընդհանրապես ջնջի Արցախի հետ կապված թեման, չի ստացվում, որտեղ հնարավոր չի հետին թվով օրենքներ փոխել։ Եվ ուզում եմ նաև խոսենք Անկանի որ Արցախից ենք խոսում, այ որոշ շրջանակներ Հայաստանում փորձագիտական, քաղաքական եւ այլն, որ ասում են սա իրականում դավադրություն էր Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը իրականում ցանկացել է միջամտել, իդեպ միջանցքի հետ կապված են ասում, ես հետաքրքիր բաներ լսում անցյալ օր, ասում են այ Փաշինյանը եւ Ալիևը պայմանավորվել են իրար հետ, որ այսպես այդ Զանգեզուրի հատվածում տալիս են միջանց եւ Ռուսաստանը քանի որ չի ցանկացել անմասն մնա, այսպես ասած այդ նախագծից եւ ոչ միայն այդպես ասած անմասն մնա, այլ կարողանա վերահսկել Թուրանի վտանգները Ի վերջո Ռուսաստանը վերջին պահին այդ կետը այդպես իր վերահսկողության FSB-ի մասին դրույթը մտցրել է եւ նաեւ ասում են որ Էթնիկ զտումների օրերին էլ Ռուսաստանը Շոյգուին, ես չգիտեմ ճիշտ ասած, այս տեսակ է իրենց որտեղից են երկնել, այսպես ասած մտքեր, բայց Շոյգուին ասում է ուղարկել է Թեհրան էթնիկ զտումների օրերին եւ առաջարկվել է Փաշինյանին, որ Ռուսաստանը եւ Իրանը ինչ որ զորքով Հայաստանի հետ միջամտեն Արցախում եւ փրկեն արցախահայերին, բայց Փաշինյանը մերժել է։ Այ դուք հիմնավոր համարում եք այս ամեն ինչ, որ Ռուսաստանը կարող էր այսպիսի բան անել։ Այսպես նայենք, կան մարդիկ, որոնք որ մտածում են, որ ամեն ինչ նայենք ռուսական պրիզմայով։ Ինձ համար հավասարապես անընդունելի է, որ ամեն ինչ նայենք ամերիկյան կամ եվրոպական պրիզմայով։ Ես 20 տարուց ավել ասում եմ, որ Հայաստանի ապագան դա Եվրամիությունն ՆԱՏՕ-ն է, Ամերիկայի հետ ռազմաքաղաքական ու տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն, բայց ես դա ասում եմ Հայաստանի շահերից ելնելով։ Մի վարքյան Ամերիկան բանանի, որը Հայաստանի շահերին դեմ է, առաջինը ես հիմնավորված կներկայացնեմ, որտեղ ինձ համար կա ինչի համար եմ ես կարևորում Եվրոպան։ Ոչ չեմ ասում Եվրոպան իդեալական ոչինչ չկա ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում։ Մենք համեմատության մեջ ենք դնում։ Սա Ռուսաստանն է, սա Եվրոպան է, սա Ամերիկան է։ Այսինքն համեմատության մեջ ենք նախապատվություն տալի, բայց ոչ թե կուրորեն ասում ենք, որ Ամերիկան է ճիշտ կամ Ռուսաստանը։ Ես երբ որ տեսնում եմ տենց բանավեճ, ես նույնիսկ չեմ էլ մասնակցում, որտեղ անիմաստ է։ Ես ֆանատիկ մարդկանց հետ բանավեճի իմաստ չեմ տեսնում։ Եթե դու փաստարկ չես ուզում, լսես իմաստը ո՞րն է։ Հիմա Ռուսաստանը ասում է, որ ինքը մեր լավ բարեկամն է։ Ուզում եմ հավատամ։ Նախ ես ուզում եմ իմանամ, Իրանի հետ պատերազմի ժամանակ Թուրքմենչայի պայմանագրով Իրանից վերցրել է Հայաստանը։ Մենք երբ բարեկամ դառանք։ Այսինքն որ մեկի հետ կռվով տարածք ես վերցնում, բարեկամ անում ես։ Երբ որ 11-րդ Կարմիր բանակը մտավ անկախ Հայաստան,
մենք որ կողմից բարեկամ դառանք։ Այսինքն ինքը եկել էր Հայաստան բարեկամություններ բերում, ես չտեսա որ իրանք վարդերով էին եկել, չեմ նկատել, կարող է եղել է մեջները։ Պես օկուպանտ են եկել, էլի։ Հա, եթե մենք անկախության հանրակրվե ենք արել, բաումից էինք անկախանում, եթե մեր կամքով ենք մտել խորհրդային միություն։ Այսինքն դրանից բացի, այսինքն մենք երբեք բարեկամ չենք եղել։ Մենք ընդհանուր պետության մեջ ապրել ենք խորհրդային միություն, հա, լավ կամ վատ, բայց դա ուրիշ խնդիր է, մենք ընդհանուր պետության մեջ ենք եղել։ Այդ ընդհանուր պետությունը ով քանդեց։ Հիմա հարց է ծագում, ես ասում եմ Ժողովուրդ ջան, դուք ասում եք ռուսներին մենք դավաճանել ենք։ Լավ, ես ուզում եմ հասկանամ։ 91 թվականի դեկտեմբերի 8-ին 3 սլավոնական պետություններ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելարուսը, Բելավեժսկայա Պուշչայում ստորագրեցին եւ լուծարեցին խորհրդային միությունը։ Մեր եւ մի շարք հանրապետության ղեկավարներ դա իմացան մամուլից։ Հիմա հարց։ Ռուսաստանը, որ դա դուք կարդացել եք այդ փաստաթուղթը, նրանք ինչի համար են իրավահաջորդ։ Խորհրդային միության այդ 3 հանրապետության ԱՊՀ-ի տարածքի մասով են իրավահաջորդ։ Բա մեր սահմանով էր պահում Թուրքիայի հետ։ Խորհրդային միության զինվորը երթում է տվել խորհրդային միությանը։ Հիմա այդ երկիրը չկա։ Թուրքը որ մտներ, քանի օր էր Թուրքին պետք մտնելու։ Կարող է չեք տեսել ոնց է հյուսային Կիպրոս մտել։ Կամ Սիրիա։ Բայց այդ հարց։ Թուրքիայի բանակը 91 թվականին այդքան թույլ էր։ Չէր կարող Հայաստան մտնել։ Ով էր պահում սահմանը։ Քո զինվորը պահում էր սահմանը։ Այսօր դու հապկի անդամ ես, քո սահմանը չես կարող պահես։ 91 թվականին ով էր պահում Հայաստանի սահմանը։ Եթե թուրքը մտներ դեմ ով էր կանգնելու։ Ինչ որ մեկը զանգելու է Ռուսաստանից խորհրդային միությանը երթում տված զինվորին ասել կռվի։ Այսինքն մենք գիտենք չէ որ Ռուսաստանը մեզ փաստի առաջ կանգնացրեց։ Բայց մենք գիտենք չէ որ եթե արևմուտքից զանգը չլեր Թուրքիան կմտներ։ Այդ առիթը բաց չէր թողի։ Մանավանդ որ Արցախյան պատերազմը սկսած էր։ Եվ Բուշի նամակն ենք հիշում Դեմիրել են հիշում։ Այսինքն նրանք այդ առիթը ինչի պետք է կորցնեն։ Թուրքիան սահմանա փակել Հայաստանի հետ, ասել Ադրբեջանի շահերը կսպասարկես կբացենք, չէ, մինչև այսօր չի բացում։ Ու այդ ժամանակ ինքը շանսը տեսներ։ Բանակ չկա իր դեմը կանգնած։ Ոստերից չէր մտնում միանգամից մտներ Ադրբեջան, բայց ինչի չարեց, ով զսպեց։ Հիմա երբ որ ասում են խորհրդային միությունը փլուզվեց, բա մենք ինչ անենք։ Բա որ Պուտինը կանգնում է խոստովանական ցուցմունք տալի, բա դա չեք լսում։ Ասում են մենք խորհրդային միությունը լուծարեցինք, որպեսզի ժեստեր անենք արևմուտքին, բայց նրանք չգնահատեցին։ Այսինքն նշանակում է դուք արևմուտքի հետ կապած ժեստ էիք անում, մեզ գցում Թուրքի բերա։ Բա դրանից հետո մեզ ասում եք, բա դու այսինքն դու լուծարել ես, որպեսի ժեստ անես արևմուտքին, մենք քեզ չենք վստահում, ժեստ ենք անում արևմուտքին, դու մեզ ասում ես դավաճան։ Ընկեր ջան, մենք այն արևմուտքին ենք ժեստ անում, որին դու ժեստ արեցիր, մերժվեցիր։ Եվ հետաքրքիր բան են ասում, պարոն Անտոնյան, ասում են, որ Ռուսաստանը սխալ է գործել, պետք է երկրորդ շանս էլ տալ, տեսնում եք հիմա այլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են լարված, դա իր հերթին կարելի է օգտագործել եւ նաեւ ասում են, որ աշխարհագրորեն մեզ մոտ է, այն մնացած պետությունները հեռու են, մեր միակ բնական դաշնակիցը Ռուսաստանն է, այս տեսակետներին ինչպես եք վերաբերվում։ Այսպես պետք է նայենք։ Նախ հարցը որն է, երբ որ անգամ նայենք էլի Նիկոլ Փաշինյանը որ ասում է մենք եթե գանք մի հատ մակարդակի հասնենք որ զգանք արդեն պետք է ճամփաբաժան լինենք որոշում կայացնենք հիմա գնում ենք դեպի մնում ենք ԵԱՏՄ-ում թե գնում ենք դեպի Եվրամիություն դու երբեք դրան չես հասնի մանավանդ երբ որ ճանապարհ ես բռնել դեպի Շանհայ բայց ուրիշ բան ասենք լավ ճանապարհով չասենք ֆունկցիոնալ առումով ասենք դու նստել ես ավտոբուս կենսամակարդակով տնտեսական մակարդակով կշռով ԵԱՏՄ-ն Եվրամիության համեմատ ոնց որ ավտոբուսը ինքնաթիռ է։ Դու եթե նստել ես ավտոբուս, ինչքան ուզում ես տյունինգ անես այդ ավտոբուսը, ինչքան ուզում ես նստատեղերը սիրուն զարդարես, ինչքան ուզում ես հայկական ճարպկությամբ առաջ գազ վարորդին մոտենաս, միևնույնն է դու ավտոբուսում ես։ Իսկ եթե դու նստել ես ինքնաթիռ, եթե նույնիսկ ամենավերջին նստարանին ես նստած, արտոնյալ տեղերը բիզնես կլասն է, կամ տեղեր կա որ ավելի արտոնյալ է, դու ամենավերջում խցկվել ես նույնիսկ ճամպրու կտել մի հատ էլ բերել ես կողք կտես դրել, տեղ չկար վերև դնելու, միևնույնն է դու ինքնաթիռի մեջ ես։ Մեզ չեն սպասում Եվրոպայում դրանց։ Ուրեմն հարցը սա է, դու ինչքան ուզում ես ավտոբուսով առաջ գաս, դու դրանով չես թռնելու։ Իմ ասածը սա է, այն մակարդակները, որը ունի Եվրամիությունը եւ ունի ԵԱՏՄ-ն,
Դու երբեք չես հասնի այդ մակարդակին, որ դու որոշես հիմա թռնում ենք, թելի քշելով գնում ենք։ Սա պարզ բան է, պարզ հաշվարկ է, ու բացի դրանից մենք մտածում ենք, եթե այդպիսի շանս առաջանա, մենք ինչու դա պետք է չունենանք։ Հետո բացի դրանից դուք խոսույթը նայեք, ասենք Եվրամիությունը չի ասում եկան մտան, խնդրեցին, դռները ջարդեցին, չէ, ասում ընդլայնում, առաջին ընդլայնում, երկրորդ ընդլայնում, այսինքն մենք մեր տարածքը ընդլայնեցինք, դուք ու տեղը հանգիստ նստած էիր, մենք եկանք միացանք քեզ։ Այսինքն եթե նա պատրաստ է ենթադրենք ընդլայնվի գահացնի Հայաստան եւ կապող օղակ դառնա Իրանը վերևի հետ, հյուսիսի հետ, կապող օղակ դառնա Թուրքիան Ադրբեջանի հետ, եւ դու անվտանգության երաշխիք ստանաս, որ դա եվրոպական տնտեսական տիրույթ է ու նաեւ արդեն ռազմաքաղաքական տիրույթ է, ինչով է դա վատ։ Ես նույնիսկ դա ավելի մեծ երաշխիք է, քան անգամ Ամերիկան ու Ռուսաստանը, որտեղ Ամերիկան ու Ռուսաստանը պետություններ են։ Ամերիկան այնքան հզոր է, որ կարող է իրան թույլ տալ իր գործընկերոջը դարձնի բոլորին թշնամի։ Հետո ինքը հետաքրությունը կորի ու դու մնաս փաստի առաջ։ Միշտ պետքա տեսնել Աղվանստանում կռվից հետո Ամերիկային ծառայողները 2021 թվականին ոնց էին կախված ինքնաթիռի շասիից։ Դա պետքա տեսնել, ժողովուրդ ջան, դա Աղվանստանում կախվել են, բայց դու ստեղ պետք է հասկանաս, որ ինչով է դա տարբերվում քո համար։ Այսինքն այսօր Իսրայելը իր թիվ 1 բարեկամն է։ Մենք երբեք չենք կարող հասնենք դրան, որ Ամերիկայի համար մենք լինենք այնպես ինչպես Իսրայելը։ Բայց նույնիսկ եթե Իսրայելը այդքան բարեկամ է, Տրամպը Իսրայելին վատություն էլ է անում, չէ՞։ Նա այնքան է Իսրայելին օգնում, որ Իսրայելին դարձնի թշնամի բոլորի հետ։ Նա այնքան է օգնում, որ եթե հանկարծ ինքը մի քիչ վերաբերմունքը փոխի, Իսրայելը խնդիրներ կունենա։ Իսկ եթե մենք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունով կառուցենք մեր հարցերը Իրանի հետ ու այլ երկրների հետ, մենք լուրջ խնդիրներ կունենանք, եթե ինքը իր վերաբերմունքը փոխի։ Մանավանդ, երբ որ մի բան ասում են, մենք անմիջապես նայում ենք տողատակերը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, որ ասեց հա, բայց մենք այս ճանապարհը առաջարկել ենք Ռուսաստանին էլ, առաջարկել ենք մեր մյուս գործընկերներին էլ, մյուս գործընկեր կարելներ Չինաստան, այլապես իրանք չի գնացին օգոստոսից առաջ, հուլիսի 3-ին իրանք արդեն Չինաստանում հայտարարեց Արարատ Միրզոյանը, որ մտնում ենք Շանհայի համագործակցության կազմակերպության, հայտ ենք ներկայացրել։ Այդ դեպքում հարց, բայց ինչ ասեց, մենք բոլորին ներկայացել ենք, բանը այդ խաղաղության խաչմերուկը նոր չի, բայց հետաքրքրություն հանդես բերեց Տրամպի ադմինիստրացիան։ Դրա համար իրանք եկան, բանակցեցին ու արեցին։ Հիմա միանգամից հարց է առաջանում։ Այսինքն, մինչև Տրամպը Ամերիկայի նախորդ ադմինիստրացիան չէր հետաքրքրում, բայց ինչ երաշխիք, որ հաջորդին կհետաքրքրի։ Եվ հետաքրքիր է, պարոն Անտոյան, Ռուսաստանի դերը այս этаպում Հայաստանի, այսպես ասած, եւ ներքաղաքական կյանքում եւ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության այսպես վերաձևումներում տեսնում ենք, հա, որովհետեւ չնայած կարող շատ մարդիկ ասեն, որ ի սկզբանե էլ այդ ուղղությունն է եղել, այսինքն Հայաստանի իշխանությունները որևէ բան չեն փոխել, սա ասենք եւ հետո կանցնեմ երկրորդ հարցը։ Հիմա տեսնեք, Ռուսաստանի դերը մեզ համար ինչով է վատ։ Այն որ Ռուսաստանը Ուկրաինայում չէր հաղթելու 3 օրում դե դա ակնհայտ էր գործից ցանկացած տեղյակ մարդու, գոնե ես հրապարակային շատ ելույթներ ունեմ, որ մեկ-մեկ ասում են, բա ինչ գիտեին, ով գիտեր, հանում ցույց եմ տալիս, ասում ես կտորները, որը ասվել է, երբ է ասվել, պատերազմի առաջի օրից սկսած, մինչև պատերազմը սկսելը, որ էս ալնելու։ Հա, բայց հարցը դա չի, մենակ այսպես նայենք, եթե Ռուսաստանը ասես լկտի ձևով խոսում էր, ես եմ գրավելու, այն եմ գրավելու։ Ակնհայտ էր, չէ, ինքը հենց դա մտներ Մոլդովա էր մտնելու։ Դա ապացուցված փաստ է։ Ու հենց դա աներ Հայաստան էր մտնելու։ Վրաստանի հետ կապված ինքը ինչ բանակցություններ ա վարում Իրանով անելու, որ սենց գար Վրաստանով հասնել Հայաստան։ Ու պատահական չէր, որ Ռուսաստանի համապետական ալիքներով ասում էին, որ մենք Հայաստանի հետ սահմանակից չենք դառնա, Հայաստանը կվերցնենք։ Բայց չի համար էին։ Ոնց էին Հայաստանը վերցնելու առանց Վրաստանը վերցնելու։ Այսինքն, եթե Ռուսաստանը հաղթում է, ինքը ասում է, ես ցանկանում եմ վերականգնել ցարական Ռուսաստանի տարածքը։ Այդ դեպքում նա մեզ հաշվում է որպես իր տարածք։ Այսինքն մենք կորցնում ենք մեր անկախությունը, բայց չենք ոգևորված։ Ինչի ենք պաշտպանում մի պետության, որն ասում անդեղ, որտեղ իմ զինվորը կանգնած է, դա իմ հողն է։
Եվ նաև կներեք, որ կոնկրետ ցեղասպանական դրվագներ կան այսօր Ուկրաինայում, կոնկրետ լուրջ իրավաբանների խումբ է, իհարկե դեռ չկա այդ ձևակերպումը ՄԱԿ-ի կողմից, բայց դրա վրա էլ աշխատում են եւ շատ կազմակերպություններ արդեն տվել են այդ գնահատականը ցեղասպանության։ Այսինքն մենք ցանկանում ենք մնալ ցեղասպան պետության դաշնակից, էլի։ Նույնիսկ պրակտիկ քաղաքականության առումով Ռուսաստանը հաղթեց քո պետությունը միացնում է։ Դու Հայաստան անկախ պետությունը կորցնում ես։ Ինձ համար դա կատաստրոֆա է։ Այսինքն ինձ համար ես չեմ քննարկում, որ մեկ ասում են, դե Հայաստանը փոքր երկիր է, դե ոնց կարա ինքնուրույն լինի, հիմա որոշենք ում կազմում լինի։ Մեկը հառաչարկում է իր ճաշակով Ադրբեջան, մեկը Իրան, մեկը Ռուսաստան, մեկն էլ ասենք Թուրքիա։ Ես ասում եմ, ես չեմ ուզում դա քննարկեմ, որտեվ ինձ համար դա քննարկելու թեմա չի։ Այսինքն եթե Ռուսաստանը հաղթում է, լկտի անում է, ռազմական շատ լուրջ ներուժ ունենալով, եթե հաղթել է, վերցնում է Հայաստանը, մենք կորցնում ենք մեր պետությունը։ Իսկ ում պետք է դիմենք, որ դա չանի, ոչ մեկի հետ չենք, Ռուսի հետ ենք։ Իսկ եթե Ռուսաստանը պարտվում է, իսկ մենք Ռուսաստանի հետ ենք, մենք մնում ենք փլուզվող կայսրության փլատակների տակ։ Այսինքն դու ո՞նց ես խաղադրույք անում մի պետության վրա, որ նրա հաղթելու դեպքում էլ, պարտվելու դեպքում էլ դու պարտված ես։ Իսկ մի ուրիշ բան նայեք։ Վերջը, երբ որ մենք նայում ենք, ասենք շատ բան չես հասցնում կամ մի հարցազրույցում ասես կամ մի բանով, բայց գոնե պետք է մարդիկ ներբություններ պատկերացնեն։ Մի քանի 100,000 զինվոր Ռուսաստանը մտցրել է վարձու Ուկրաինա։ Ասում է գնա սպանի ու ես քեզ փող եմ տալու։ Փողի դիմաց։ Այսինքն նա Կորեայից, Աֆրիկայից բերում են, Սիրիայից։ Նաև իր ժողովուրդը վարձու է տարել, չէ։ Այսինքն վարձելա տարել է պայմանագիր է կնքել։ Այսինքն ինքը տարել է վարձու մարդասպան։ Մի քանի 100,000 մարդ, կոնկրետ թիվը չասեմ, կարող ասեն այսքան չի ենքանա։ Այդ վարձու մարդասպանը, եթե պատերազմը ավարտվի, ուր է գալու։ Հետ իրեն փող է պետք։ Ինքը սպանել է գիտի ինչ լավ բան է։ Զենքել բերելու է հետը թաքուն։ Այդ մարդիկ, որ մտան Ռուսաստան, սպանել է գիտեն, հմտություններ ձեռք են բերել, արյունը տեսել են ու գալու են։ Ներսում ում են սպանելու։ Բա հարց։ Այսօր 1 միլիոնանոց Ուկրաինան ունի Եվրոպայի ամենամարտունակ բանակը։ Լավագույն տեխնոլոգիան ու տեխնիկան, սեփական արտադրության եւ նաեւ տարբեր տեղերից ստացվող։ Ու տեսել եք, որ 4 տարին չի կոտրվում։ Այդ երկիրը դու ավիրել ես։ Հիմա այդ երկիրը երբ որ տեսնի, որ դու չես կարող քո երկրի սահմանները պահես, որովհետեւ Չինաստանը հավակնություն ունի քո հողերի նկատմամբ, Ճապոնիան ունի, Նորվեգիան ունի, Ֆինլանդիան ունի, Շվեդիան ունի, Մոլդովան ունի, Ուկրաինան ունի, Ղազախստանն ունի, Ղազախստանից դու տարածք ես վերցրել, տվել կենտրոնական Ասիա ուրիշ պետությունների։ Եթե իրանք ասում են Ղազախստանը մենք ենք ստեղծել, Ղազախստանն էլ գիտի, որ դու ստիպել ես խորհրդային միությունը, տարած տալ մյուսներին, նրանցից ինքը չի վերցնի, բայց Ռուսաստանից կվերցնի։ Այսինքն դուք պատկերացրեք, թե Ռուսաստանի պարագծով ինչ ճնշում է, եւ այդ պարագայում 1 միլիոնանոց մարտունակ ուկրաինական բանակ զինված միջև ատամները սեփական արտադրությամբ, որի երեխաների սպանել ես։ Պատկերացնում եք, որ նա մտնի Ռուսաստան ինչ անելու։ Ինչի Պուտինը դա չի հասկանում։ Այդ պատերազմը ինչի է հանգեցնելու։ Հիմա այսօր մարդիկ մտածում են մարդականակով գնանք մի քանի կիլոմետր առաջ, բայց ժամանակակից պատերազմը լավա տնաշեններ, պարսատիկ չեք բաժանում գնան իրար վրա, խփեն աչքին։ Ժամանակակից պատերազմում դուք չեք նկատում, որ Ուկրաինան մեթոդաբար շարքից հանում է ձեր էներգոռեսուրսները, մեթոդաբար շարքից հանում է ինֆրաստրուկտուրաները, դուք դա չեք նկատում, ռազմական դուք խփում եք մանկապարտեզին, հիվանդանոցին, նա խփում է ձեր օբյեկտներին, որով ձեր կենսունակությունն է կորցնում, ձեր բանակը այլևս չի սնուցվում, ձեր երկրի ներսում ունեք այդքան հանրապետություններ, որոնք սսկված նստել են, որտեղ վախենում են, որտեղ Չեչնիան 2 անգամ պատերազմեց, հողեց մոխիր արեցիք։ Եվ կներեք կապված ձեռքերը, որովհետև չեն թողում այդ Ղրիմի այդ գիտենք լոգիստիկ տեսանկյունից այդ կամուրջ բան ինչպեսի նշանակություն ունեն, երկարաժամանակ չէին թողնում կամ Մոսկվայի խորքին հարվածել եւ այլ։ Այսինքն Ուկրաինան կապված ձեռքերով գրեթե 4 տարի արդեն պայքարում։ Ու բացի այսինքն ստացվում է այնպես, որ Ռուսաստանը պետք է պատերազմը շարունակի, որովհետև եթե դադարացնի ինքը պրոբլեմա ունենում։ Դադարացնի իր զորքը հետ բերի պրոբլեմա, ուկրաինացին մտնի պրոբլեմա։
Իսկ եթե ինքը պատերազմը շարունակում է, գործից տեղյակ մարդիկ հասկանում են, որ այդ պատերազմը ինքը պետք է դադարեցներ 24 թվականին, իսկ ինչի չդադարեցեց։ Ռուսաստանի համար պատերազմը դադարեցնելու իդեալական պահը 24 թիվն էր։ Ասեմ ինչի, որովհետև Ամերիկայում ընտրություններ էր, եթե Տրամպը գալիս էր, ու մեղադրում էր, չէ, մեղադրում էր դեմոկրատներին, որ դուք այնքան թույլ եղաք պատերազմ սկսեց, ես ելնեի չեր ելնի, բայց ինքը դա ասեց, հետո ասեց ես կդադարեցնեմ, ինչի ենք Ուկրաինային օգնում, մեր փողերը կպահենք, մեր զենքը կպահենք եւ այլ եւ այլ։ Ինքը գնաց խաղաղության կոչերով, շանս տվեց Պուտինին մտածել, որ սպասի պատերազմը շարունակեմ, կարող է Տրամպը գա մեզ հարմար լինի, չէ՞ որ Տրամպի հետ էլ աշխատել ենք։ Այսինքն եթե Ռուսաստանը տեսներ, որ եկել է մի թեկնածու, որը ավելի ռադիկալ է, քան դեմոկրատները եւ իջած օբյեկտիվ։ Դեմոկրատները շատ զգուշ էին իրանց պահում։ Վախենալով, որ ընտրությունում կպարտվեն, այնքան զգուշ եղան, որ պարտվեցին։ Հա, հիմա եթե ինքը այդ ձևով ռադիկալ ձևով մեղադրեր դեմոկրատներին ու ասել լավ որ գամ, տեսեք ինչ եմ անում։ Այն խոսույթը, որ Տրամպը այսօր է ասում, պետք է թույլ տային Ուկրաինան հակահարձակման անցներ, ոչ թե պաշտպանվեր, պետք է լուրջ զենքեր տային եւ այլ։ Այս նոր է ասում, բա նախընտրական ասեիր։ Նախընտրական, որ ասեիր Պուտինը պատերազմը ինչ որ առիթով կդադարեցներ, այն ինչ որ կար կֆիքսեր իր ժողովրդին կասեր ժողովուրդ ջան, տեսակ այսքան առաջ եկա։ Ուկրաինան էլ այդ ժամանակ կհամաձայնվեր ինչ որ զիջումների։ Բայց երբ որ ինքը հույս տեսավ շարունակեց ու հայտնվեց ցեխի մեջ։ Ինչի համար, որտեղ ինքը այլևս դրից դուրս գալ չի կարող։ Իսկ արևմուտքը ո՞նց է աշխատում։ Ասում է, քանի ինքը պարտության հետ չի հաշտվել, ինքը վտանգավոր է։ Չես իմանա, կարող է մի հատ միջուկային ռումբ օգտագործի։ Որպեսի չօգտագործի, իր հետ վարվում են գործի կանոնով։ Որտեղ երբ որ գործին երրացրած ջուրը մտցնես, ոտը անմիջապես կտրցնի։ Բայց եթե դանդաղ դնես, անենց հավեսով կշոքեխաշվի, ու տենց էլ ինքը չի հասկանա, որ ինքը լավ էր շոքեխաշվեց։ Այսօր իրանք ուղղակի Պուտինին շոքեխաշում են։ Մեկը սիրաշահում է, մեկը քննադատում է, մեկը կոպիտ է խոսում, բայց ժամանակ են շահում, որ երկրի ներսում որ մարդիկ մտածում էին, որ Ռուսաստանը կռվի մեջ չի ներքաշվի, այսօր իրանց քաղաքներին հարվածում են։ Չկա որևէ քաղաք, որը անվտանգ է, որտեղ երկրի ներսում տարան դրոններ դրեցին, թռցրեցին։ Այսինքն արդեն մարդը տեսավ, որ այդ պատերազմը իր տուն է մտե։ Կամած, երբ որ այդ ամեն ինչը տեսնեն, բենզինի հերթերը տեսնեն, սննդամթերքի պակասելը տեսնեն, ֆինանսի պակասելը տեսնեն, այդ ամեն ինչ գալիս մինչև այն պահը, որ արդեն ուղղակի Պուտինի շոքեխաշեն ու վերջ։ Այսինքն իրանք իրանց վախից են այդքան դանդաղացնում, որտեվ մինչև հիմա դեռ այդ սարսափը, որ Խորհրդային Միությունը կամ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի։ Իրանց մեջ միշտ այդ քրոնիկ վախը կա, գենետիկ վախը, որ Խորհրդային Միության ղեկավարները եւ Ռուսաստանի ղեկավարը դրանք ֆանատիկ են, մեռնելու համար խելքը իրանցի չի։ Նրանք մեռնում են աթոռի համար, նրանք չեն ուզում մեռնեն, հասկացեք վերջապես։ Եվրոպային ըստեյության կարելի է պետք է Ուկրաինայի քաջությունն էլի, պարոն Անտոնյան։ Դենց դա է հարցը, Ուկրաինան օրինակ ծառ, եւ երբ որ շատ դեպքերում ասում են, այ թեկուզ վերադառնանք մեր Արցախյան թեմային, որ ասում են 96 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովի որոշումը դատավճիռ էր, ասում ենք բա Ուկրաինային էլ էր դատավճիռ, ըստ ձեզ փետրվարի 28-ին ինչ դրեցին Զելենսկու գլխին։ Եվ շատ հետաքրքիր է, պարոն Անտոնյան, ներողություն եմ խնդրում, որ դուք նաև խոսել եք, հետաքրքիր անդրադարձ եք կատարել հայ-իրանական սահմանի, ռուս սահմանապահների առկայության եւ դրանց վտանգի մասին։ Մենք հիշում ենք, մենք առնչվել ենք, խոսում ենք նաև այդ ահաբեկիչներ, այսպես ասած վարձկաններ, ջիհադիստներ եւ այլն, որ կարող են այնուամենայնիվ Հայաստանը ներխուժել։ Ուզում մի փոքր էլ դրա մասին անդրադառնանք, որովհետեւ մենք գիտություն ենք, որը բախվել է ըստ էության նույն այդ Լեռնային Ղարաբաղի այս 2020 թվականի պատերազմի ժամանակ, հիշում եք Ադրբեջան, Թուրքիան, Ռուսաստանը բերում էին այդ վարձկաններին դեմ հայերի։ Այսօր կա նորից այդ վտանգը, խնդրեմ։ Բայց ուղղակի որ խոսքս կիսատ չմնա ասեմ Զելենսկուն փետրվարի 28-ին հիշում եք ինչ դրեցին գլխին ու մարդիկ ասում են զիջի համաձայնվի բայց քանի ամիս անցավ 7 ամիս հետո այդ նույն Զելենսկու նկատմամբ խոսույթը ոնց փոխվեց այսինքն համառություն էր պետք վճռականություն էր պետք պետական շահեր առաջ տանել էր պետք ոչ թե ասել դե եթե տենց ասում հասարակական կարծիքն է փոխվեց միջազգային Տրամպի կարծիքը մի քանի ամսում փոխվեց դրանից է կախված իսկ հիմա նայենք ինչ վերաբերվում է ահաբեկիչների հարցին մենք հիմա այնպիսի վիճակի ենք հասել
որ նույնիսկ դա չի մեր հիմնական խնդիրը։ Մենք այն կկվի պատմությունը կա, չէ, աղվեսի ու կկվի պատմությունը, որ գալիս է հաբեկում է հերթով ձակերին տալիս է, չէ։ Մեր մոտ խնդրեմը որն է, որ մեր մոտ ոչ թե վախեցած է կկուն ու իր ձակին տալիս է աղվեսին։ Մեր խնդրեմը դա է, որ կկուն աղվեսի թիմից է խաղում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն է աղվեսի անունից մեզ վախացնում։ Տեսեք, հա, եթե չտակ, էսը հարցակվելու է։ Բա սահմանին է, ոնց թե դուք գիտեք իրանք ինչքան հզոր են։ Վայ, բա ցլերը, բա կհարցակվեն։ Այսինքն դու չես կարող մեր խնդրեմը նա չի որ դրսից են մեզ ճնշում։ Մեր խնդրեմը նա է որ ներսում մենք տեսնում ենք որ մեր շահերը չեն սպասարկում։ Ընդդիմությունը մի կողմից, այն ռադիկալ ընդդիմությունը, որը որ փորձում է ասի, որ մեր փրկությունը Ռուսաստանն է։ Եթե ձեր փրկությունը Ռուսաստանն է, ուրեմն ձեր թիվ 1 փրկիչը Նիկոլ Փաշինյանն է։ Որտեղ Նիկոլ Փաշինյանից լավ Ռուսաստանին ծառայող դուք նույնիսկ չեք կարող երազել։ Այն անում է էլի։ Բա դուք ինչ օրակարգով եք գալի։ Գալիս եք որ ասեք մենք ավելի լավ կծառայենք, չեք կարող։ Այնը լավ էլ ծառայում է։ Այսինքն սա է հարցը, որ մենք ավելի շատ խնդիր ունենք, ինչքան ուզում է փոքր լինես, եթե պետությունը կանգնած է ամուր, անկախ տարաձայնություններից, իշխանություն կլնես, ընդդիմություն կլնես, կարծիքդ ուրիշ կլինի, այս իշխանությանը չես ընտրել, պետությունը վտանգված է, գնում ես կողքները կանգնում ես։ Դա է ձևը։ Եվ մեր մոտ ամենակարևոր խնդրեմը նա է, որ մենք այդ վստահությունը չունենք, որտեղ երբ որ իշխանությունը ասում է, որ դասալիկներ կային 10,000-ից ավել, փախան իրանք, չկռվեցին, հետ քաշվեցին, պետք է իրանց դատել, այդ լսում ես, հասկանում ես, որ այս դասալիկները ոնց են փախել, հայրենիքը չեն պաշտպանել։ Մեկ է կանգնում ենք ազգային ժողովի ամբիոնից ասում է, դե եթե կռիվ չլեր, զոհեր չլեր, ով կթողեր հանձնեմ։ Այսինքն դու հիմա ինչ ես ուզում, որ 4,000-ի փոխարեն 14,000 զոհվեին, որպեսզի ազգը ընդհանրապես ոգին կոտրվեր։ Այսինքն 4,000-ով դեռ չենք կոտրվել։ Հա, ուրեմն այդ լավ չի, ժողովուրդ ջան, պետք է 10,000-ն էլ կոտրվեր։ Մարդը քեզ պարզ հարց է տալի։ Եթե դու ուզում էիր հանձնեիր, պատերազմով դու չէիր կարող հաղթեիր։ Ինչ դասալիկների մասին է խոսքը։ Եթե դու ասում ես, եթե հաղթեի առաջ գնայի, կրակն էի ընկնել, այդ հողը Ադրբեջանին էր։ Մենք ուզում էինք կռվեինք, որ հանձնեինք։ Այսինքն նշանակում է չէիր կարող նոր տարածք վերցնես։ Դու կռվում էիր, որ պարտվես, որ հանձնես։ Բա որ կռվում էիր, որ հանձնես ու նահանջես։ Բա այդ դեպքում քանի օրգանապես կպած էր Արցախը Հայաստանին։ Քալբաջարից մինչև Զանգելանով, Ղուբատլիով ամեն ինչով։ Հարցը նա է, բա ինչու չէին մարդիկ կազմակերպված ձևով հետ քաշվում, որպեսզի զոհ քիչ տային։ Եթե դու ասում ես ինչ գործ ունի հայկական բանակը, Հայաստանի բանակը, օտարի, բա ինչի չէիր հետ կանչում։ 2020, ասես 18 թվի ինչ գործ ունի, 91 թվից հետո ինչ գործ ուներ այնտեղ։ Բա դու եկել ես 18 թվին, բա դու ինչ գործ ունեիր այնտեղ։ Ինչ չէիր հետ քաշում։ Բացի դրանից, հետ քաշեիր ավելի այն դեպքում, երբ որ հետևից Հայաստանին մի քանի տեղով կարային հետ քաշվեին նվազագույն կորուստներով։ Ոնց պետք է շրջափակման մեջ ընկնեին։ Բայց դու ասում ես կռվեք։ Կնոջդ ուղարկում ես ամոթանք ես տալիս, որ ասում ես, բա դուք գնացել թաքնվել եք, իմ կինն եկել է։ Ասում ես իմ տղեն բանակ ծառայել է, նա չպետք է գնար զորակոչվեր։ Հատուկ ուղարկել են, որ թասիվի գցեմ մարդկանց։ Բա ինչի ես ուղարկել քո տղային, այնտեղ իլուր աշխարհել հայտարարում, որ քո տղան հաստատ գիտեր։ Հայաստանից երբ որ զորքը գնացել է Արցախ ծառայելու, ինչ են արել, գրանցումից անել են, տարել են այնտեղ։ Հետո ծառայել են որպես Արցախի բանակում, հետ են եկել նորից գրանցումը վերականգնել։ Երբեք Հայաստանը օրինական փաստաթղթով չի հաստատել եւ ոչ մի ղեկավար չի հաստատել, որ Հայաստանի զորքը եղել է Արցախի տարածքում։ Ինքը հերիք չի ինքը հաստատել է, մի բան էլ բանավեճի ականչում նախկին նախագահներին, որպեսզի նրանց ստիպի, որ նրանք խոստովանեն, որ հայկական բանակն է եղել այնտեղ։ Իսկ նախկին նախագահները շատ սխալներ են թույլ տվել։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է իմանա ինչ են թույլ տվել, ես ամեն անգամ հիմնավոր Լևոն Տեր-Պետրոսյանի այդ սխալներով, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ, բայց նաև թող նաև լսի, թե իր սխալները որոնք են։ Ոչ նրանք սրբագրեն իրանց սխալները Նիկոլ Փաշինյանի սխալներով, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը սրբագրի իր սխալները նրանց սխալներով։ Ես դա էի ուզում ասել, որ մենք քննադատեցինք Նիկոլ Փաշինյանին իհարկե որ պարտավորություն է, որ չպետք է արվեր եւ դրանք Հայաստանի դեմ են աշխատելու, բայց
առաջին եւ երկրորդ նախագահներ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը երկուսն էլ ըստ էության Հայաստանին մեղադրեցին թամինը վերջերս պատերազմը հրահրելու մեջ, պատերազմը եթե Տեր-Պետրոսյանը Փաշինյանին մեղադրեց, բայց Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, այսինքն ինքը հրահրեց պատերազմը եւ դրա պատճառով եղավ էլ, այսա ինչպես է գնալ։ Ես այսպես ասեմ, նախ այսօր բանավեճի մակարդակը ահավոր ցածր է, բանավեճի բարոյական մակարդակը ուղղակի 0։ Երբ որ ասում են քաղաքականությունը բարոյականություն չի ճանաչում, չէ՞, ես համաձայն չեմ։ Ուղղակի քաղաքականությունը հանրային է, այդ անբարոյականությունը տեսնում ես։ Բոլոր բնակավարներում էլ անբարոյականներ կա, սուսուփուս դա անում են։ Իսկ քաղաքականության մեջ դա ցցում երևում է։ Առաջինը ինձ համար ապշեցուցիչ է, որ մարդիկ, ովքեր իր այդ աշխատել են, անձնական շփման արդյունքում ձեռք են բերել ինֆորմացիա, հենց իրարից բաժանվում են, ջրերես են հանում ամեն ինչ։ Կոմպրոմատների շոտ Հատկապես դա անընդունելի է իշխանության հետ կապված, որովհետև լամիոսները լավ իշխանություն չեն, պատասխանատվությունը իրանց ուսին չի։ Դու երբ որ մեկին այն դու չէիր եկար սենց ասիր, այն դու չէիր եկար սենց արեցիր եւ այլ, դա շատ վիրավոր։ Այսինքն իշխանությունը պետքա մտածի ինչքան էլ քեզ քննադատեն, եթե ինչ որ մի ժամանակ դու ինֆորմացիա ես փոխանակել մեկի հետ, չի կարելի դա ջրիերես հանել, անկախ նայես, եթե նույնիսկ վաղը մարդը այդ թշնամի կդառնա։ Սա մեկ եւ երկրորդ, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը իր սխալների պատճառով բացատրում է, որ պատերազմը այո ինքն է հրահրել, միևնույնն է, ոչ առաջին նախագահը, ոչ երկրորդ, ոչ երրորդ, իրանք չպետք է ասեն, այո, ճիշտ է, Հայաստանն է հրահրել։ Որտեղ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին իր ասած սխալների համար, բայց պետք չի որ մենք հաստատել դա, որովհետև այո, Նիկոլ Փաշինյանը ինքն է հաստատել, որ պատերազմն ինքն է հրահրել։ Նախ Արցախը Ադրբեջանի, Հայաստանը եւ վերջ։ Երկրորդ 2.5 միլիարդ տեսա հավաքում ենք նախկին թալանչիներից, որպեսզի ուղենք բանակին։ Նոր պատերազմ, նոր տարածք։ Նոր պատերազմ, նոր տարածք։ Ռազմական դոկտրինը փոխելու ենք, նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այսինքն, եւ հետո ինչ ասեց։ Ասեց, բայ եթե չկռվեինք, Ռուսաստանից չէինք անկախանա։ Մենք կռվել ենք, որ Ռուսաստանից անկախանանք։ Այսինքն ինքը հիմնավորում է, որ այդ պատերազմի կարիքը չկար։ Ինքը հիմնավորում է, որ կռվել ենք Ադրբեջանի դեմ, որպեսզի անկախանանք Ռուսաստանից։ Նախ այդ մտքի ֆանտազիան, իր մտքի ճկունությունը շատ դժվար է դա բացատրել, դրա համար պետք է ուղղակի իր ուղեղից ունենալ, դա անհնարին է։ Բնության մեջ այդ մի հատն է։ Բայց նույնիսկ եթե համարենք դա այդպես է, դու ինչ ես ասում, որ պատերազմը դու ես սկսել։ Այսինքն դու ասում ես, դու խոստովանում ես դա։ Հետո կամ մոռանում է, կամ ամեն անգամ բանավեճի մեջ իր պոտենցիալը չի հերիքում, էլի ինտելեկտը։ Բանավեճի մեջ ուզում է մի բան ասի տակից դուրս գա, ավելի վատ բան։ Ու մարդիկ այդ երկուսը դնում են իրար կողքի, չէ։ Երբ որ ինքը ասում է, որ ես, եթե Արցախը չհանձնեինք, ֆորպոստի կարգավիճակից դուրս չէինք գա։ Դա մինչև 23 թիվ։ Այսինքն ինքը ասում է 2018-ից մինչև 23 թիվ Հայաստանը եղել է ֆորպոստ, ինքն է ֆորպոստի կառավարիչ։ Միանգամից մարդիկ հարց են տալի, բա քեզ ով դրեց կառավարիչ։ Եվ ես ուզում եմ նաև ասել, որ Արցախյան շարժումը մի շարժում էր, պարոն Անտոնյան, որը սկսելուց Երևանում պարետային ժամ էր, տանկերը Երևանի կենտրոնում էին, այսինքն սա մենք սա իրականում իր բնույթով նաև հակասովետական եւ հակառուսական շարժում էր, էլի, չի կարելի նույնացնել մնացած։ Հետո չհանեցին պարետային ժամը չեն հանել անգամ երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժը անցավ հետո։ Չէ, ու նաև տեսեք խնդիրը որն է, մարդը པարզ հարց է տալի։ Եթե դու շարունակել ես մնալ Ռուսաստանի ֆորպոստ, ուրեմն քեզ Պուտինն է նշանակել։ Եթե դու ասում ես ոչ, ես Պուտինին դեմ գնացի եւ հեղափոխություն արեցի, ասում են հրաժարվել ես Պուտինից, ասում է ոչ։ Մենք ավելի ջերմ ենք իր հետ։ Մարդը ասում է հարգելի մի հատ բացատրի, դու առաջի անգամ գնացիր Պուտինի հետ հանդիպեցիր, Պուտինն ասեց, 102-րդ բազան հանում եմ, թե չէ, ասես չէ։ Այդ ձայնագրությունը կա, դու ինչ ես ուզում փոխես։ Այսինքն քո առաջի հանդիպման ժամանակ Պուտինը քեզ փաստի առաջ կանգնացնելով ասել այդ մեծ Հայաստանում խոսում եք հեղափոխություն եք արել։ Հիմա Պուտինը չէր ուզում բազան հաներ, բայց ինքը ուզում էր ուղղակի փչացնել իրան հայ հասարակության աչքում, որ տես պատրաստ եմ հանել։ Իսկ հիմա երբ որ մենք ասում ենք, որ իսկ երբ որ ինքը ասում է, որ մենք եթե չկռվեինք չէինք անկախանա, ուրեմն նշանակում է դու խոստովանում ես, որ առանց Ռուսաստանի օգնության դու իշխանության չէիր գա։ Բայց դեպքում ինչ հեղափոխությունից եք խոսում։ Շատ բարի, եւ մենք արդեն բլից ռեժիմում ենք գտնվում, պարոն Անտոնյան, ձեզ համար բլից հարցեր եմ պատրաստել։ Վախենում եմ ինչից։
ես վախենալու շատ բան ունեմ, որովհետև անձնապես ոչ մի բանից, իսկ մեր պետության համար, ինձ համար շատ թանկ մարդկանց համար ուղղակի դողում եմ, որովհետև ես գոնե կյանքում կարող եմ բլիցա մի երկար բան չէ, բայց գոնե ես կյանքում գիտեմ, երջանիկ մարդ եմ, որ ինձանից թանկ մարդիկ ունեմ, իմ կյանքից թանկ։ Եթե չասեմ պետությունը, դե պետությունը հասկանալի է մարդը ոնց է իր պետության համար պատրաստ կյանքը զոհել, գոնե գիտես, եթե կյանքում քեզանից թանկ մարդ ունես, դու դողում ես նրանց համար, բայց նաև ուրախանում ես նրանց հաջողություններով։ Ափսոսում եմ ինչի համար։ Ափսոսում եմ, որ այն ջանքերը, որ մենք կարող ենք դնել եւ ունենալ հզոր պետություն, առավել եւս ժամանակակից աշխարհում ոչ քանակով է որոշվում, ոչ բնակչության թվով, ոչ տարածքով, որակյալ հարցեր կարող ես անել եւ հզոր պետություն ունենաս, ափսոսում եմ, որ մենք այդ ճանապարհով չենք գնում։ Ինչը չեք ների երբեք։ Ես չեմ ներում հիմնականում այն սկզբունքը։ Ես չասեմ դավաճանություն, որովհետև շատ դժվար է տարանջատել, թե որն էր այդ նվիրվածության աշճանը, որ դավաճանություն համարես, բայց սկզբունքի բացակայությունը։ Օրինակ մարդու կարծիքը կարող է փոխվի ժամանակի ընթացքում, բազան փոխվեց ինֆորմացիան, կարծիքդ փոխվում է։ Ինչպես ասում է Ջեյմս Ռասել Լոուելը, իրեն կարծիքից չեն հրաժարում են հանգուցալները եւ հիմարները, բայց սկզբունքային բազան կարող է ամբողջ կյանքում չփոխվի քեզ համար, որ սա է ընտրել դու, վերջ ոչ մի իրավիճակում դա չի փոխվի։ Եվ հաջորդ հարցը տրամաբանական ձեր ամենամեծ սկզբունքը։ Հենց ամենամեծ սկզբունքայինը կայանում է նրանում, որ միշտ գործես թեկուզ անձնական քո շահին դեմ, եթե ավելի գերագույն շահ կա։ Իսկ ինձ համար այդ գերագույն շահը Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահն է։ Ու նույնիսկ չզարմանաք, երբ որ ասեմ հայ ժողովրդի, մենք մեզ վիճակված է լինել համայն հայության հայրենիք, մեզ վիճակված է, որ տեր կանգնել Աբխազահայը կռվել է Աբխազիայի անկախության համար, Վրացահայը Վրաստանի տարածքային ամբողջականությամբ, բայց սա երկուսի հայրենիքն է։ Մենք այդ սկզբունքը կարողանանք պահպանենք, տան տիրոջ սկզբունքը, որը իր երեխաներին չի մեղադրում։ Երկուսի համար էլ հավասարապես մեր ճանը ցավի։ Ուկրաինայում էլ է զոհվում հայ, Ռուսաստանի կողմից էլ Ուկրաինայի կողմից էլ։ Երկուսն էլ մերոնք են։ Այսինքն մենք այս սկզբունքը կարողանանք պահենք, որպեսզի արժանի լինենք, ասենք սա համայն հայության հայրենիքն է։ Ձեր ամենամեծ բացթողումը։ Ես ասեմ, բաց թողում ասելու դա չի կարա մի հատ լինի, որովհետև շատ մշտական սխալները պարտադիր են, որպեսզի դու կարողանաս կուտակես ինչ-որ փորձ եւ պատրաստ ձևով 10 երիտասարդ սերունդին, ու էնել երիտասարդ սերունդը ինքը իր սխալները պարտադիր պետք է անի, այլապես ոչինչ չի սովորի, բայց չանի մեր սխալները։ Այսինքն մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ ինքը մինչև ինքը հեծանիվ չքշի, ինքը չի սովորի, ինչքան ուզում է գիրք կարտա։ Նա պետք է նստի ու վերընկնի։ Այդ վերընկնելը այնքան պարտադիր է, որի սխալ չես համարում, բայց հանկարծ միամտաբար ինքը հեծանիվ չհորինի։ Դա արդեն նախորդ սերունդը ստեղծել է։ Ինչը կարող է ձեզ զայրացնել։ Շատ բաներ։ Ես իդեպ ասեմ, ամենաշատ ես զայրանում եմ շատ թանկ մարդկանց հետ կապված, նաև պետության հետ կապված։ Եթե ես ոնց կաղապատայի մեկին շատ սիրես ու ջղայնանաս չուզենաս 10 սպանես, ուրեմն չես սիրում, ուրեմն անտարբեր ես։ Այսինքն իշխանությանը կամ պետությանը քննադատելն էլ գալիս է, որ չես կարող անտարբեր լինել։ Պետությունը սիրում ես ուրեմն։ Բայց դու սրտի ցավ ես ունենում։ Այսինքն դու ոնց կարող ես պատահել քեզ համար թանկ ու հարազատ մարդու հետ կապված մի բան լինի ու դա քեզ չզայրացնի։ Շատ հանգիստ ասես, դե լավ, ոչինչ, ինչ եղավ եղավ։ Ես ամենաշատ ինձ համար այդ անտարբերությունն է, որ ամենամեծ հանցագործությունն է։ Կարդում եք այս ներկայիս շրջանում եւ մեկ գիրք, որ խորհուրդ կտաք նաեւ մեր լսարանին ընթերցել։ Ես ասեմ, շատ չեմ հասցնում կարդալ, բայց պարբերաբար նույնիսկ նայում եմ մարդկանց, որոնք որոշումներ են կայացրել։ Մենք սառնասրտորեն նայում ենք պատմական 4 փաստեր։ Ասենք մեր թվարկությունից առաջ 49 թվականի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարը անցավ սահմանային Ռուբիկոն գետը եւ սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Եվ հաղթեց։ Վերջ, պատմական փաստ։ Բայց ոնց որոշում կայացրեց։ Իսկ եթե պարտվեր, նրանք կանչում ասում են արի սենատի առաջ ստորացուցիչ բացատրություն տուր, թե Բրիտանիայում էս ինչ ես անում։ Այսինքն մենք նայում ենք որոշում կայացնելը, որ կայացվել է, բայց չենք նայում այդ որոշում կայացնելու հետ կապված ինչ դրամա է ինքը ապրել։
Ես նաև նայում եմ ինձ շատ հետաքրքրում է, ասենք Ֆրանկլին Ռուզվելտը ոնց է այդ որոշումները կայացրել, Ուինսթոն Չերչիլը ոնց է այդ որոշումները կայացրել, ասենք ինձ հետաքրքրել է ոնց է կռվել Հորացիո Նելսոնը, ինձ հետաքրքրել է Արտուր Վելինգտոնը, անպայման չի ես հայկական բաները նայեմ, մարդը այդ որոշումը ոնց կայացրեց, մենք փաստն ենք վերցնում, այդ փաստից օգտվում ենք, Կոլումբոսը սխալվեց գնաց Ամերիկա, բայց ոնց դուրս եկավ այդ նավերով, այսօր մարդիկ հեռախոսը ձեռից վերցնես, միջանցքում կկորեն, չեն հասնի Սենյակ խոհանոցից, ոնց է այդ մարդը գնացել եւ ոնց է այդ որոշումը կայացրել, սխալը ոնց է առաջ տարել մինչեւ հասել այդտեղ։ Ես դրանց մասին պարբերաբար ուղակի նայում եմ, որտեղ դա ոնց որ մարդու ստիպի երբեք չկոտրվել ու երբեք չմտածել, որ ոչ մի սխալ դատավճիռ չի։ Եվ ուզում եմ խոսել նաև ձեր երաժշտական մի դեպ մի հաղորդում եք արել, որը ինձ շատ էր դուր եկել, կոնկրետ որ խոսում եք մուղամից եւ դրա ինձ էլ դա իրականում այդ երաժշտական ոճը բավականին վատ վայբերի վրա է գցում։ Ես ուզում եմ իմանալ ձեր երաժշտական ճաշակը ինչպեսին է, ունեք նախընտրելի ոճ եւ կոնկրետ ինչ որ երգիչ։ Ես եղել եմ մի սերունդի ներկայացուցիչ, որ շատ տարօրինակ կարող է հնչի, դիապազոնը շատ լայն էր։ Այսինքն մեր ժամանակ մենք լսում էինք hard rock, country rock, heavy rock, այսինքն եւ դրան զուգահեռ լսում ենք դասական երաժշտություն։ Այսինքն օրվա նայած տրամադրության կարող է լսել Բախ, Բեթհովեն, Մոցարտ, եւ այդ նույն օրվա տրամադրության Deep Purple, Led Zeppelin, Rolling Stones, Uriah Heep, Black Sabbath եւ այլն։ Այսինքն մեր սերունդը կատարելության նաեւ բաներ կար։ Օրինակ ասենք Լուի Արմսթրոնգին, դա լսում էր, դա դասական էր, դա ինչ ջազ, կամ ասենք Էլա Ֆիցջերալդ եւ այլն, մեր սերունդի համար չկար տենց նեղ բան։ Ու ես մի բան էլ ասեմ, տեսեք, երբ որ մարդկանց հետ շփվում ես, չէ՞ հիմա, բացել են սահմանը, աշխարհի հետ շփվում ես։ Երկաթյա վարագույրը շփում չկար, մենք հազիվ լսում էինք, դժվար է ճարվում բավական։ Մի կերպ մի բան էինք լսում, չէ՞, հիմա բացվել է, մարդը շփվում է։ Գնում է արտասահմանցու հետ շփվում է, ինչ է կատարվում։ Ինքը գիտի իր հումորիստին, ինքը գիտի իր ռաբիզ երգչին։ Նա էլ գիտի իր ռաբիզին ու իր հումորիստին։ Դուք թեմա չունեք խոսալու։ Իսկ եթե այսօր դու համաշխարհային ինչ որ բաներից տեղյակ ես ու դա քեզ ինչ որ ձևով քո կյանքի մեջ էական ազդեցություն ունի, դու մարդու հետ շփվում ես, դու ներկայացնում ես Հայաստան, ոչ թե Հայաստանի մասին պատմելով։ Հայաստանի շարքային քաղաքացի ես, մարդու հետ խոսում ես, անգլիացու հետ խոսում ես իր պատմությունից, ֆրանսիացու հետ խոսում ես իր պատմությունից, ամերիկացու հետ իր պատմությունից, ասում է պատմաբան ես, ասում ես չէ, տնտեսագետ։ Դոկտոր ես, ասում ես չէ, շարքային։ Հայաստանում դոկտորը ստանում են նրա համար, որ իրանց իրավունք վերապահեն անգրագետ լինեն։ Ես շարքային մարդ եմ, ես ո՞նց կարա, եթե անգրագետ վարասեբով կլսի, չէ՞։ Այսինքն խնդիրը որն է, դու հայ մարդու կարգավիճակը բարձրացնում ես, ասելով ես միջին վիճակագրական հայ եմ, որը որ իմ նման տասնյակ հազարավոր ու 100 հազարավորները կան Հայաստանում, ու ես քո երկրի պատմությունը գիտեմ։ Այսինքն դու հայկական ոչինչ նրան չես պարտադրի, որ նա լսի, եթե նա քեզանից չսովորի մի բան, որ իր երկրին վերաբերող ինքը չգիտեր։ Ձեր մասնագիտական ճանապարհին ամենամեծ ազդեցություն թողած մարդը ձեզ վրա։ Ամենամեծ ազդեցություն կոնկրետ դժվարանում եմ ասել, բայց ես համարում եմ, որ պարբերաբար կարող է նույնիսկ շարքային մի մարդ ազդեցություն թողնի քո վրա, որը որ դու կյանքում դու իսկապես դա քեզ համար ուղեցույց լինի։ Ես համարում եմ, որ այն ինչ որ ես մշտապես ցանկանում եմ սովորել ու ցանկանում եմ սովորելու ընթացքում նաև այո թեկուզ օրինակ ծառայել երիտասարդները երբ որ մտածում են որ իրանք հոգնել են կամ կոմ ես նրանք տեսնում են քու աշխատունակությունն ու աշխատասիրությունը դա նաև իրանց համար է վարակիչ իհարկե որտեղ նա մտածում է որ եւ բացի դրանից էլ ես այսօր ամենաշատ որ կարեւորում եմ կախված չլինեն հեռախոսից դա ես համարում եմ ամենակարևորը որտեղ դու միտեղ գնում ես հանդիպման քու ձեռքից հեռախոսը վերցնում են ու դու սենց խեղճացած վիճակով որովհետև չկա այն բազան որի հետ դու կարող ես բանավեճ տանես կամ մարդկանց հետ բան խոսաս շատ լուրջ անելիք կա եւ այդ պարագայում բնականա ցանկացած մարդ որը որ կարող է իրոք խելացի միտք ասի լուրջ ճանապարհ ցույց տա համառը լինի իր համառության արդյունքում մի բան հասնի դա ուղեցույց ու պարտադիր չի որ այդ մարդու հետ անձնական շփված լինես դա այդ օրինակ շատ դեպքերում ես երբ որ ասում եմ ամերիկան օրինակ է ծառայել նաև մեզ համար իրանց հիմնադիր հայրերը էս են արել
Մենք ասում ենք ձերը օրինակ ենք վերցրել, խնդրում եմ դուք հետևեք ձեր օրինակին։ Երիտասարդ ընկերներ ունեք, բան։ Ես ասեմ ոնց եմ պատկերացրել։ Իմ տարիքում միշտ փորձում էի նաև մեծերի հետ շփվեմ։ Իհարկե դասընկերներ ես ունենում, ընկերներ ես ունենում քո տարիքում, դա բնական բան է, բայց ինձ հետաքրքիր էր մեծերի խոսակցությունը։ Ես ձանձրանում էի նենց խոսակցությունից։ Իսկ մեծ տարիքում ես ավելի շատ սիրում եմ երիտասարդների հետ շփվել, որովհետև շատ դեպքեր եմ համարում եմ, որ իմ տարիքինները դե արդեն շատ մեծ են։ Այսինքն հիմա էլ դու հակառակն ես անում, այսինքն որ ժամանակից հետ չմնաս, դու փորձում ես նաև, որովհետև ի՞նչ է ամենակարևոր բալանսը։ Երիտասարդի մտքի ճկունություն եւ մեծի իմաստնություն, փորձի արդյունքում ձեռք բերած իմաստնություն։ Երիտասարդը իր մտքի ճկունությամբ գաղափարի գեներատոր է, մեզն էլ ասում է՝ մի րոպե, այս որ ասի շատ լավ է, բայց սա կարող է գնաս պատին դեմ լնել, սա կարող է ասել, սա արդեն մենք անցել ենք, սա գիտենք եւ այլ, քու կարող է գիտելիքը փորձը պակաս է, շատ, այսինքն երբեք չհակադրվի դրանք։ Երիտասարդի մտքի ճկունությունը եւ մեծի փորձառությունը ինչ որտեղ կոնսերվատիզմը չհակադրվի, ընդհակառակը համադրվի։ Իհարկե, դրանով մենակ արդյունավետ առաջ կգնաս։ Եթե մենք երիտասարդի մտքի ճկունությունը չգնահատեինք, մինչև հիմա քարանձավում կապրեինք ու մարմոնտի հետ կռիվ կանեինք։ Բայց եթե մենք մենակ լսենք երիտասարդներին, որոնք մեծերը ասածը չանեն, անընդհատ կգնային մամոնտի ոտատակ կգնային։ Կգնային սարիցերից կգնային, այսինքն իրանք չունեին այդ փորձը վտանգը գնահատելու։ Եվ վերջին արդյունքները ձեզ հետ հաշտ եք այսօր։ Ընդհանրապես չէ։ Իմ ամենամեծ քննադատը ես եմ, որովհետև ինպես դաժան քննադատ ոչ մեկը չի կարող լնել, որովհետև եթե ես մի բան գտնում եմ, որ ավելի կարող էի անել, չեմ անում, ասեմ, բա ինչի համար, կամ ավելին կարող էի սովորել, կամ ավելին կարող էի անել, երբեք չեմ համարում, որ եթե մարդը ինքը իրանից գոհ եղավ, պետք է գնա ոտը ոտին գցի, գերեզմանը պարկի ու sense հանգիստ վայելի իր ապրած կյանքը։ Քանի ապրում ես, այո, պետք է քո հետ կռիվ տաս։ Շնորհակալություն պարոն Անտոնյան, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել։ Իմ հյուրն էր քաղաքագետ Էդվարդ Անտոնյանը։ Շնորհակալություն։